Պատմելու եմ մի տղայի մասին, որի լույս աշխարհ գալով փոխվեց շատերի կյանքը։ Այս ձևի սերը, որ աուտիզմով երեխայի համար է ծնողը զգում, բարձր է ամեն տեսակի սերերից։ Ոնց էիք Դավիթի հետ խոսում այս թեմայով։ Ոնց էիք իրար հանգստացնում։ Շատ երկար ճանապարհ անցանք, որ հասնենք նրան, որ ամեն ինչ ներդաշնակ է հիմա այս վերջի տարիներին։ Ստատիստիկայով հատկություններ ունեցող երեխաների ծնողները 70%-ով բաժանվում են։ Նստել, տխրել ու միշտ բան անել, ասենք ձեռքերը թողնել, հանձնվել, ամենահեշտ բանն է այս կյանքում, բայց կյանքին պետք է ռեալ նայես, պետք է ամեն ինչ անես, ինչ որ քեզանից կախված է։ Ինչն է տարբերում աուտիզմով մարդուն սովորական մարդուց, որ իրանք չեն էլ կարա սովորեն այս աշխարհի վատ բաները։ Շատ մարդիկ համոզված են եւ ունեն գիտական ապացույցներ, որ վակցիններից լինում է աուտիզմ, շատ մարդիկ էլ ունեն ապացույցներ հակառակը։ Walking with Alex-ի հենց առաջին նպատակը այն է, որ այն ծնողները, ովքեր չեն կարողանում պայմաններ չունեն, որ երեխաները շաբաթը 6 օր թերապիա ստանան, առաջի խնդիրը մեր դա է, այդ լուծելը։ Ո՞րն է քո երազանքը 2026 թվականի համար։ Շնորհակալություն։ Այս բառով եմ ուզում այսօր սկսել իմ արտասովոր կամուրջները, որովհետև պատմելու եմ մի տղայի մասին, որի լույս աշխարհ գալով փոխվեց շատերի կյանքը։ Այս անգամ խոսելու ենք աուտիզմի սպեկտրում գտնվող երեխաների մասին եւ մասնավորապես խոսելու ենք Ալեքսի ծնունդի, նրա այսօրվա ապրելու ու նրանով եկած նոր հաջողությունների մասին։ Գարայանների հիանալի ընտանիքին ենք հյուրընկալվելու այսօր կամուրջներով եւ ամենից կարեւորն այն է, որ այս ընտանիքը գտել է իր խինձն ու ցնծությունը, իր երջանկությունն ու օգտակարությունը այս հատուկ երեխայի ծնունդով, այլ ոչ թե հուսահատվել է կամ ընկճվել է ունենալով խնդիրներ։ Walking with Alex այս հիմնադրամը դառնալու է շատերի համար փրկության դուռ, լուսամուտ, մաքուր օդի մի մեծ չափաբաժին, որը վստահաբար դառնալու է շատ ծնողների համար հույսի այն շողը, որն էլ վերականգնելու է նրանց ներքին հավասարակշռությունն ու որակը։ Սիրով ասում եմ բարի երեկո իմ սիրելի կամուրջների YouTube-յան դիտողներին եւ հրավիրում բոլորիդ Գարայանների տուն։ Նինա ջան, նախ ես շատ շնորհակալ եմ ինձ վստահելու համար։ Ինձ համար երջանկություն է, որ ես այսօր ձեր տանն եմ ու ամենաթանկ ու կարևոր նյութի մասին ենք մենք միասին խոսելու, որը պետք է բոլորիս, մեզ առավել շատ է պետք, քան ձեզ։ Եվ ես շնորհակալ եմ, որ պատրաստ եք բացվելու, պատմելու ու նաև ձեր ունեցած փորձն ու ներդրումը ներկայացնելու եք արդեն ձեր հիմնադրամի ու հասարակական կազմակերպության տեսքով, որը վստահ եմ օգնելու է աշխարհում շատ տարբեր ծնողների։ Օվկիանոսից այս կողմ թե այն կողմ խնդիրներ ունենք բոլորս, եւ ցավոք սրտի այդ խնդիրները հաճախ մեզ անջատում են իրարից, երբ պետք է միացնեն։ Աշխարհում չկա ուրիշի երեխա եւ չկա ուրիշի խնդիր, եթե լինենք ազնիվ, որտեվ որևէ տեղ գոյություն ունեցող խնդրի լուծումը օգտակար է դառնում բոլորիս համար։ Ես այսօր հրավիրված եմ Նինա Գարայանի տուն, իրականում պետք է ես նրանց հյուր հրավիրեի, բայց այսօր ես եմ նրանց հյուրընկալ այս հիանալի միջավայրում գտնվում եւ մենք խոսելու ենք շատ կարեւոր թեմայից։ Աուտիզմը, դրա պատճառները, հետևանքները, լուծման մեթոդները, եթե նկատեք չեմ ասում բուժման ու դրա մասին կխոսենք։ Նին, նախ սկսենք ձեզնից։ Երբ եք առաջին անգամ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եկել եմ, երբ որ 14 տարեկան էի, 2005 թվականին։ Ինչ փոքր, չէ՞։ Ինչ տարբեր էր աշխարհը այդ տարիքում։ Շատ լրիվ ուրիշ աշխարհ էր կարելի ասել, համաշխարհն էր տարբեր, որովհետև աշխարհը իրականում շատ է փոխվել, համ էլ այն, որ մեր համար էր 14 տարեկան երեխայի համար լրիվ ուրիշ աչքերով ես նայում։ Նինա, իսկ երբ որ եկաք Երևանից Լոս Անջելես, ի՞նչն էր առաջին ակնհայտ տարբերությունը։ Գյումրիից ենք եկել, ճիշտն ասած։ Գյումրիում ենք ծնվել, մեծացել, ես էլ ամուսինս էլ։
լրիվ ուրիշ աշխարհ, մանավանդ այն ժամանակ, որ կապը շատ քիչ էր Ամերիկայի հետ, social media չկար, տեղեկություն, ինֆորմացիա շատ քիչ էր, այս մենակ Դիզնիլենդը գիտենք Ամերիկայի մասին ու Նյու Յորքը ընդհանրապես տեղեկություն չունեինք, ամենայն դեպս մենք շատ ուրիշ էր աշխարհը այդ ժամանակ, տպավորությունները շատ էին, ամենադժվարը երևի այն էր, որ լեզուն չգիտեինք, ճիշտ է մեզ թվում էր, թե գիտեինք, բայց որ եկանք ստեղ դպրոց գնացինք ու զգացինք ես ու եղբայրս, որ ընդհանրապես չենք հասկանում լեզուն, ստեղի անգլերենը, British English գիտեինք, հատուկ սովորել էինք Tudor-ով պարապերել։ Մենք անգլերեն գիտեինք, ուղղակի այստեղի անգլերենը այդքան անգլերեն չէր։ Նախ շատ լիքը սխալներով են խոսում, հիմա որ արդեն այսքան տարի ապրելուց հետո նկատում ես, որ average ամերիկացին եւ average Կալիֆոռնիայի resident-ը հենց Կալիֆոռնիայի լիքը սխալներով է խոսում ու մեր իմացած անգլերենը լրիվ ուրիշ էր։ Հա, միջին վիճակագրական Ամերիկայի Միացյալ Նահանգների միջին վիճակագրական բնակիչը շատ ուրիշ յուրահատուկ անգլերենով է հաղորդակցվում ու ժամանակ է պետք որ ականջդ սովորի դրան։ Բայց մեզ էլ ուղղում են արանքում։ Իրանց գիտացածով Ես հակրիվ էի անում սկզբի ժամանակներում trousers, pants։ Այ բալամ trousers-եր այդ բառը երբ դարձավ pants չիմացա trousers։ That's it։ Կամ turn off, switch off, այսքան այդ բառերի տարբերությունները։ Նինա ջան, ինչ եմ շատ անմիջականից զգում, որովհետև ձեր տանը ինչ որ շատ հյուրընկալ է, դուք ամուսիններով անհավանական եք, ջեր ու բաց, ու չնայած ձեր տանը առաջացած հարցերի դուք կարողանում եք փուլ առ փուլ դրանք հաղթահարել։ Վերադառնանք մեր օրեր, երբ դուք ու Դավիթը հիանալի երկու իրար գտած զույգ ձևավորել եք ընտանիք եւ այդ ընտանիքը սկսել է բարություն անել տարբեր մարդկանց այն պարզ պատճառով, որ ձեր տանը ծնվել է արտասովոր երեխա։ Չեմ կարծում, որ աուտիզմը ընդունված է համարել հիվանդություն ու մենք դրա մասին հիմա կխոսենք, այդ ընդունված սխալների, աուտիզմի սպեկտրը այնքան լայն է ընդգրկուն է, որ ամեն անգամ տարբեր ձևով է չէ արտահայտվում։ Այ ասեք, մենք խոսելու ենք այսօր Ալեքսի մասին, Ալեքսի ծնված պահից մինչև Walk with Alex, քայլենք Ալեքսի հետ միասին, այսինքն առաջ ընթանանք Ալեքսի հետ միասին հիմնադրամի մասին։ Ինչու եւ ինչպես որոշեցիք ստեղծել այդ հիմնադրամը եւ ինչ մեծ նպատակներ եք հետագայում պատկերացնում։ Հիմնադրամը շատ երկար ժամանակ եղել է իմ մտքում, որ պետք է մի օր սկսվի, երբ որ Ալեքսը 16 ամսական էր, արդեն իր մոտ նախանշաններ կար աուտիզմի, բոլորը կարծում էին, որ ընտանիքի անդամները կարծում էին, որ ես ինչ-որ մի բան իմ հետ կատարվում է, ես իր մոտ շատ red flag էր տեսա ախտանշաններ աուտիզմի, չգիտեմ ես ինչի այդ տարիքում, այդ ժամանակներում ես դա նույնիսկ գիտեի, չգիտեմ ինչի է ես դա հասկանում, 24 տարեկան, առաջի անգամ մամա եմ եղել ու ես ընդամենը law student էի, ինձ չի որ ես ինչ որ այդ medical field-ի հետ ոչ մի կապ չունեի։ Առաջի անգամ ես ինքս ոչ մեկին ասելով գախնի տարա իրան psychologist-ի մոտ, psychologist-ը ասաց, որ դեռ մի քիչ շուտ է, նու տարբեր տեղեր տարանք, աուտիզմի դիագնոզը արդեն 2 տարեկանում կար ու այդտեղից սկսվեց մեր ճանապարհը, շատ երկար ու բարդ, ինքը սկսեցինք թերապիներ, treatment-ներ, սկզբից սկսեցինք ամենասովորականներով, ինչը որ պետությունն է խորհուրդ տալիս, ինչը որ սովորական բժիշկներն են, mainstream, այսինքն ամենաընդունված եւ սովորական մեթոդները աուտիզմի բուժման։ Եկեք հետ գնանք։ Ուրեմն 16 ամսական երեխան ինչ պետք է անի կամ չանի, որ ծնողը նկատի, որ հնարավոր է լինի աուտիզմի հարց։ 16 ամսկանում, 6 ամսկանից սկսած երեխան պետք է ունենա direct eye contact, աչքերի մեջ նայելու սովորություն եւ պետք է ինքը initiate անի, այսինքն երեխան սկսի ինքը փնտրի քո աչքերը եւ 3 վայրկյանից ավել նայի աչքերի մեջ։ Ցավոք սրտի դա չկար Ալեքսի մոտ, բայց հիմա դուք գիտես արդեն Ալեքսը նենց eye contact ունի, նենց աչքերիդ մեջ նայում, որ կհալվես նույնիսկ, սենց մի ձևի overwhelming զգացում է։ Հայացքով։
Ալեքսի eye contact-ը։ Առաջինը դա ամենաառաջի ախտանշանն է։ Երկրորդը, երբ որ երեխան չի շուռ գալիս, երբ որ իր անունն են կանչում։ Այսինքն իր անվանը պատասխան չի տալիս։ Չի տալիս։ Երրորդը repetitive behavior, այսինքն երբ որ կրկնվող շարժումներ կամ խաղալիքի հետ խաղում է ինչ-որ միշտ նույն ձևով կամ խաղալիքի հետ ճիշտ ձևով չի խաղում։ Եթե մեքենան պետքա քշելու փոխարեն ինքը ակերն է պտտում, անիվները։ Դե բայց անիվ բոլորն են պտտում, ուղղակի երևի շատ երկար չպիտի նույն բանը անի։ Հենց այդ։ Աուտիզմի իհարկե նայած տարիք ախտանիշներից է կամ դրսևորումներից է ձեռքերի թիթեռնիկ են կոչում կամ ֆլապինգ, հա, թափահարումը, որը կամ թռչուն նայած որ լեզվով ու այսպես անընդհատ թափահարելու նշանը, որը եւ ոգևորության հարց է եւ կենտրոնանալու ժամանակ են անում, ուներ Ալեքսը այդ։ Ալեքսը դա չուներ։ Again, autism-ը շատ spectrum disorder-ը, ոչ մի autistic երեխա նույն ձևի չի, ինչ որ հաջորդը։ Եթե միլիոն հատ autism-ով երեխա ասենք ստուգենք, միլիոնն էլ տարբեր սիմպտոմներ կունենան, տարբեր ձևով իրանց մոտ կերևա autism-ը։ Նինա, այսօր դե շատ են ուսումնասիրում արդեն, բայց ենթադրենք 30 տարի առաջ շատ չէին խորանում կամ գուցե այդքան ընդունված չէր նույնիսկ բարձրաձայնել եղած խնդիրների մասին։ Ես հիմա 43 եմ ու ինձ հիշում եմ, որ 3 տարեկանում չեմ խոսել։ Մինչև 3 տարեկան ընդհանրապես բառ չեմ ասել։ Դու եւ Ալբերտ Այնշտայնը։ Այնշտայնը 4.5-ից ես 1.5 տարով մի քիչ շուտ ափսոս։ Հիմա ուզում եմ կուզենայի հետ գնալ ու մամայից տալ շատ հարցեր, բայց չկա ու ցավոք սրտի չեմ կարող, բայց ենթադրում եմ դա նորմալ չի։ Օրինակ տղա երեխաների դեպքում շատ են ասում, դե լավ տղա է ուշ կխոսի, բայց այդպես չի, այսինքն եթե երեխայի մոտ ուշանում է նաև խոսքի դրսևորումը, ուրեմն մի բան կարող է այնպես չլինել, չէ։ So կա ուշացում, ռուսները ասում են задержка речи, ամերիկացիք ասում են speech delay, եւ ոչ միայն speech-ի հետ խոսքի ուշացում կա, այլ լիքը ուրիշ սկիլերի, այսինքն եթե երեխան 2 տարեկանում պետք է անի այս բաները ու չի անում, դա կարող է լինել autism, կարող է լինել speech delay, կարող է լինել intellectual disorder-ների ուրիշ տեսակներ։ Քո մոտ եղել է speech delay ուղղակի։ Տրպեցի։ Քո մոտ եղել է speech delay, բայց speech delay-ն է տարբեր ճյուղեր կա, որտեղ speech delay-ն է կախված է նրանից, թե ինչն է պատճառը speech delay-ի, պատճառներից մեկը կարող է լինել autism, որտեղ եթե autism-ը արդեն դա 4-ից 5-ից հետո speech delay չի համարվում, արդեն non-verbal է համարվում։ Այսինքն եթե չկա վերբալ հաղորդակցություն, այդ ուղղակի խոսքի կամ զարգացման ուշացում չի, այլ արդեն հստակ խնդիր է։ Մենք եկեք իրար հետ հասկանանք մի կարևոր բան։ Աուտիզմը ընդունված է համարել նոր ժամանակներում գոյության այլ կերպ։ Մենք չենք կարող այն կոչել հիվանդություն, որովհետև հիվանդությունը ենթադրաբար ունենում է բուժում։ Աուտիզմը որպես այդպեսին չունի բուժում։ Եվ մասնագետները միշտ ասում են, որ եթե գնում եք բժշկի մոտ ու ձեզ ասում են, այս մենք կբուժենք, ուրեմն նա շարլատան է կամ խաբեբ է։ Բայց աուտիզմը ունի զարգացման փուլեր եւ այո, երեխայի կյանքը որակապես փոխելու հեռանկարներ։ Ես հետաքրքիր է Walking with Alex Foundation-ը ինչպես է այդ հարցում պատկերացնում իր հեռավոր նպատակները եւ արդյոք ստեղծելով այդ համայնքը ծնողական մենք կարողանանք օգտակար լինել ավելի շատ մարդկանց։ Հենց հիմնադրամի անունից սկսեմ, Walking with Alex, հենց անունը այնա նշանակում, որ Ալեքսի հետ քայլեն եւ առաջ գնան, ինչպես դուք ասացիք, այսինքն սա հենց ես ու ամուսինս ենք, այս ամեն ինչը իրար հետ ենք մտքերը իրար հետ ածևավորվել։ Մենք մի օր Ալեքսին տարանք նախ շատ ու շատ բժիշկների, թերապիստների մոտ, ինքը շատ տարբեր treatment-ների ա եղել ու որոշ չափով ամեն treatment իր դերը կատարել է, ամեն թերապիա, treatment իր դերը կատարել է նրանով, որ հիմա Ալեքսը
progress-ը շատ ավելի լավ է, շատ ավելի skill-եր ունի, շատ լավ, ինքը շատ ուրախ է, շատ լավ հաղորդակցվում է, ճիշտ է, չի խոսում։ Բայց շատ ժպտեր է սա։ Շատ ժպտեր է սա, շատ լավ հաղորդակցվում է, մենք իրան շատ լավ ենք հասկանում, այսինքն մեծ progress է եղել Ալեքսի մոտ ու դա ի շնորհիվ շատ տարբեր ֆակտորների, բայց նաև նրա, որ ինքը միշտ ստացել է թերապիներ, շաբաթը 6 օր, ոչ մի անգամ չի խախտվել դա, շաբաթը 6 օր թերապիների մեջ speech therapy, occupational therapy, physical therapy, ուրիշ թերապիներ նաև իր behavior-ի հետ կապված, վարքագծի հետ կապված, բացի դրանից նաև biomedical treatment-ներ են կարել, oxygen therapy, շատ ու շատ կարող եմ շատ երկար թվել ու մեզ միակ այս ամեն ինչի մեջ միակ ուրախացնող փոքր բանը եղել է նա, որ մենք կարողացել ենք դնենք այդ ժամանակը եւ ունեցել ենք պայմաններ ու ապրում ենք այն երկրում, որտեղ որ այդ ամեն ինչը հասանելի է մեզ ու դա արել ենք ու այդ փոքր բանով ամեն իրա փոքր հաջողությամբ շատ ուրախացել ենք, եթե տարել ենք նոր բժշկի մոտ, նոր բժիշկը մի բան նկատե իր մոտ, նոր խորհուրդներ ատվե, ամեն ինչ օգտագործել ենք, implement ենք արել ու արդյունքը տեսել ենք, որոշ treatment-ներ եղել է, որ չենք տեսել արդյունք, բայց ամեն ինչ փորձել ենք, ճիշտ է, դա շատ մեծ երեխայի վրա բեռ էր, բայց հիմա ինքը շատ ավելի լավ է, իր մոտ progress-ը շատ մեծ է, դրա համար մենք շատ ուրախ ենք ու մենք մի օր իրար նայեցինք ու ասեցինք լավ, բա այն ծնողները, ովքեր որ չունեն այս հնարավորությունը, չունեն այդ ժամանակը, նախ շատ ահռելի ժամանակ է դա ձեզանից տանում, կամ չեն ապրում նենց երկրում, ապրում են Հայաստանում, կամ ուղղակի պայմաններ չկա, որ իրանց երեխային օգնեն այն չափսով, որ երեխան հասնի իր պոտենցիալին, չէ՞ որ աուտիզմով երեխան էլ ունի որոշ պոտենցիալ, բայց պետքա կողքից օգնել սերվիսները, ամեն ինչ տալ իրան, որ ինքը կարողանա ձեռք բերի այդ սկիլերը, այդ հմտությունները, հետո այնտեղ medical treatment-ներ էլ շատ կան, chelation, այսինքն արյան մաքրման այդ process-ը, իր diet-ը պետքա փոխվի, լիքը բաներ ու մենք իրոք մի օր իրար նայեցինք ու ասացինք լավ, բայց պատկերացրու չկարողանայինք այս ամեն ինչը անենք, պատկերացրու այն ծնողները, որ տեսնում են իրանց աչքի դեմը, որ երեխան ունի կարիք SUN մասնագետի, ունի կարիք թերապիաների, բայց չեն կարող այդ ամեն ինչը անել իրանց երեխայի համար ու մենք ինքներս սկսեցինք օգնել շատ ծնողների ուղղակի ոչ օֆիցիալ ձևով մենք մեր կարողացած քիչ ձևով փորձեցինք օգնել մանկատներին էլ ենք շատ օգնել Հայաստանում բայց միշտ մեր մտքում եղել է որ մի օր էսի պետքա դարձնենք foundation ավելի օֆիցիալ ձևով որ մենակ մենք չլինենք լիքը մարդիկ մասշտաբով լիքը մարդիկ կան, որ ուզում են օգնեն, ուղղակի, կան լիքը հայկական ֆոնդեր, բայց ոչ հենց աուտիզմի համար։ Դրա պակասը կար ու ով որ դա անի, պետք է նենց մարդ լինի, որ այդ կյանքը ապրել է, գիտի աուտիզմով կյանքը ինչ է, երբ որ երեխան ունի հատուկ կարիքներ ու որ սիրտը մեջ լինի, որ ամեն ինչ անի, որ նախ գումարները ճիշտ տեղ հասնեն, ճիշտ մարդիկ դոնեյթ անեն, ճիշտ ձևով ամեն ինչ դասավորվի։ Այսօրվա իմ այստեղ հյուրընկալվելու գերնպատակը ոչ թե միայն ներկայացնել, թե ինչ հիանալի հայ ընտանիք է այստեղ ապրում, այլև ներկայացնել, թե ինչ կարևոր ու մեծ գործ է անում Գարայանների ընտանիքը, Նինա եւ Դավիթ Գարայանները, երբ իրենց առաջնեկը Ալեքսը ծնվել է աուտիկ սպեկտրով, այդպես ասենք, եւ նրա շնորհիվ շատ երեխաներ այսօր ունենալու են հնարավորություն այլ կերպ ու ճիշտ զարգանալու։ Ինչու ենք ասում զարգանալու, որովհետև աուտիզմը, ինչպես նշեց Նինան, ունի տարբեր դրսևորումներ։ Ինչքան երեխա, ինչքան մարդ, այդքան աուտիզմի տեսակ։ Հիմա Նինա, Ալեքսի մոտ կոնկրետ որ տեսակն է եւ ոնց մարդը հասկանա ինչպես տարբերակել։ Ալեքսի մոտ սպեկտրումը, ասեմ, 0-ից 100-ը։
այսինքն այդ սպեկտրումի վրա կարող է լինել 0-ի վրա մի հատ երեխա, կարող է լինել 100-ի եւ մեջտեղի ամեն թվերը։ 0-ի վրայի աուտիզմով ախտորոշում ունեցող, եթե սպեկտրումի S ծայրին է, կարող է նույնիսկ չնկատվի, որ այդ երեխան ինչ որ խնդիր ունի։ Երեխան խոսի, գնա սովորական դպրոց, ունենա ընկերներ, գրի, կարդա ամեն ինչ, բայց նրա մեջ լինեն տարբեր խնդիրներ չբացահայտված, այսինքն attention-ի ուշադրության կենտրոնացման, ուշադրության խնդիր կամ չկարողանա տարբեր իրավիճակներում իրեն դրսևորի։ Նինա, այսինքն եթե սովորական երեխան, որի մոտ ոչինչ ախտորոշված չէ, ունի ուշադրության խնդիր, մենք կարող ենք կասկածենք, որ ունի այո, կամ կարող է լինի ուղղակի ADHD, attention deficit disorder, ուղղակի առաջներում մի քանի հատ ուրիշ անուններ ա եղել նախքան autism spectrum հասնելը, այս վերջի տասնամյակին ամեն ինչ դրել են autism-ի տանիքի տակ։ Ու դա համ իր լավ կոմերն ունի, համ վատ կոմերից մեկը այն է, որ խառնվել է իրար, այսինքն եթե ծնողը, այսինքն եթե քո երեխան հենց մեջտեղում է սպեկտրումի ու չի խոսում կամ behavioral ինչ որ խնդիրներ ունի վարքի հետ կապված ու դու ասում ես իմ երեխան autism-ով է, որ մարդիկ հասկանան ոնց որ ներեն էլի, որ իր վարքագիծը ինչ որ տարօրինակ վարքագիծ ունի ու կողքի մարդը կարող ասի, իմն էլ է autism-ով, բայց տենց չի, իմն էլ դիագնոզ ունի, բայց իրան տենց չի պահում, իրան շատ ավելի լավ է պահում ու դա է արդեն խնդիր առաջացնում, որ մարդիկ հիմա չգիտեն autism-ը ինչ է իրականում, դա նույնիսկ այն մասան, որ շատ լավ տեղեկացված է ամեն ինչից, կարող է ուղղակի confusion լինի, խառնեն թե okay, so որն է autism-ը չխոսող երեխաներն են autistic, թե այն երեխաները, ովքեր որ մաթեմատիկոս են դառնում։ Այ դա ուզում եմ հասկանալ։ Ժամանակին հիանալի ֆիլմ կար Չիլայեք դաշտյա, Անդրեևի մարդը, հա, Rain Man-ը, եւ շոշմելու ֆիլմ էր, բացառությամբ մի բանի, որ այնտեղ ճշգրտորեն ներկայացրած չէր աուտիզմ, այսինքն ստացվեց, որ բոլորը ովքեր գտնվում են աուտիզմի սպեկտրի մեջ, անպայման վերջում ունենում են հանճարեղ դրսևորումներ, բայց այդպես չի։ Այդպես չի, ցավոք սրտի, այդպես չի։ Երեխաներ կան, որ սպեկտրումի բարձր մասի մեջ են ավելի ու շատ հետո էլ խնդիրներ են ունենում ամեն տարիքում, որովհետև իրանք ոչ իրանց վարքագիծն են կարողանում control անել, իրանք չեն կարող independently take care անել, այսինքն իրենց հոգ տանել ընդհանրապես, միշտ իրանք խնամքի կարիք են ունենալու ամբողջ կյանքում ու դրանից ոչ մի բոլոր autism-ով ծնողի համար էլ այդ հույսը կա մեջդ, որ կարող է մի օր ինչ որ տաղանդ դուրս գա այս ամեն ինչից, բայց ցավոք սրտի միշտ չի, որ դա այդպես է լինում։ Նինա, այ հիմա դու խոսում ես ու ես պատկերացնում եմ քո վիճակը, երբ 11 տարի առաջ, երբ որ Ալեքսը ծնվեց ու դու այդքան արագ տեսար խնդիրները, ես պատկերացնում եմ հետոյի վախը նախ երեխաներ ունենալու, հետո ոնց պետք է վարվեմ, ես երեխայի խնդիրները ոնց պետք է լուծեմ, ոնց էր հաղթահարումը էտապային այդ։ Շատ դժվար տարիներ են եղել, սկզբից շատ դժվար էր, հիմա որ ես սենց խոսում եմ ազատ կամ ապրում եմ նորմալ, դա տարիներ հետո է ստեղծվել այն հոգեբանական իրավիճակը, որը ինձ թույլ է տալիս, որ ես ապրեմ նենց ոնց որ այսօր եմ ապրում եւ մեր ամբողջ ընտանիքը եւ ռիսկ անեմ ուժ ունենամ երեխաներ ունենալ, իմ գործը սկսել առաջ տանել իմ կարիերան, շատ դժվար էր սկզբից, շատ անհասկանալի էր, շատ անհասկանալի էր, այդ victim mentality-ն էր, առաջինը զոհի հոգեբանություն, առաջի բաններ, որ ոնց, ինչի ես ինչ վատ բան եմ արել, ինչի իմ հետ պետք է սենց լիներ, ես միշտ լավ մարդ եմ եղել, կարող է շատ վատն եմ եղել, էսի պատիժ է, այդ victim mentality-ն առաջի բանն էր ու շատ երկար տևեց, չեմ կարա ասեմ շատ շուտ դրանից դուրս եկա, չէ, երկար տարիներ տևեց, պետքա
չգիտեմ մի հաղորդման ընթացքում երևի չի կարելի բացատրել, ուղղակի աշխատել քո վրա, քո հոգեբանության վրա, քո մենտալիտետի վրա պետք է աշխատել ու հասնել այն պահին, որ դու ուղղակի accept անես, ընդունես ու դրա հետ մեկտեղ maturity, այսինքն հասունություն որպես մարդ, որ դու էլ չասես ինչի է իմ հետ սենց եղել, այլ ընդունես իրականությունը ու այդ մեծ բեռա, որ ուսերիցդ ընկնում է, երբ որ ընդունես Էսա ու էդի դրանից հետո, այդ ընդունելուց հետո, որ radical acceptance, այսինքն մինչև վերջ ընդունում ես, չես ասում դե կփոխվի, դե սենց ընդունում ես այն ինչ որ այսօր կա, հենց այս պահին, թե կփոխվի, թե չի փոխվի, դա կարևոր չի, հենց այս պահին դու սենց ընդունում ես ու անսահման սեր անսահման unconditional love, որ երբեք կարող է սխալ եմ ասում, բայց ինձ թվում է այս ձևի սերը, որը որ աուտիզմով երեխայի համար է ծնողը զգում, բարձր է ամեն տեսակի սերերից, այսինքն նույնիսկ unconditional love-ից, որ ամենա մաքուր սերն է, չէ, որ դու սիրում ես մի մարդու եւ առանց ոչ մի պայմանների Այս մարդը երբեք ոչ մի բան չի կարողանա անել քո համար, ինքը չի գնում դպրոցում մասնակցում, ինչ որ մրցույթի հաղթում ու քեզ հպարտացնում դրանով, բայց դու հպարտանում ես նրանով, որ ինքը սկսել է մազերը սանրել ինքնուրույն 11 տարեկանում, ինչ եմ ուզում ասեմ, այդ սերը, այդ անսահման, իրոք կարող է սխալ եմ ասում ու ինձ ներեք, ինձ թվում է ոչ մեկ չի զգում այդ աստիճանի սեր, ոնց որ աուտիզմով երեխայի մաման։ Կարող է սխալ եմ ասում, թող ինձ ներեն մարդիկ, ինձ թվում է սա լրիվ ուրիշ կատեգորիայի սեր է։ Ու այդ սերը տալիս է գերբնական ուժ։ Ես այդ եմ զգացել իմ կյանքում ու դա զգացել եմ այդ process-ից հետո։ Այդ ամեն ինչի մեջ անցնելուց հետո նոր կետերը կպցրել եմ իրար։ Հասկացել եմ ոնց եղավ, որ հետո ես կարողացա ունենամ առողջ միտք, առողջ ապրելակերպ, ես լինեմ ուրախ, ուզենամ ունենալ նորից երեխաներ, մենք ընտանիքով լինենք շատ ուրախ ու երջանիկ ու լավատես, ինչ փոխվի, չփոխվի, at this point doesn't matter, եթե ոչ մի բան չփոխվեր կամ չշարունակի փոխվել, որովհետև երբ որ իրոք այդ սիրով, այդ աստիճանի սիրով սիրում ես, արդեն քեզ չի հետաքրքրում, ինքը մի հատ ժպտում է, ինձ ամեն ինչ արժի դա, ինքը թե մրցույթի մասնակցի Չեսի դառնա աշխարհի չեմպիոն շախմատի, թե ընդհանրապես լինի նենց ոնց որ այսօր կա, արդեն տարբերություն չի տալիս, երկու դեպքում էլ ահա որ շատ կուրախանա։ Նինան այնքան սիրուն է պատմում անպարագիծ սիրո մասին, որ դու վիզուալ դա տեսնում ես ամբողջությամբ։ Նին ծնողական անպարագիծ սերը իսկապես խնդրով որևէ երեխայի պարագային հազարապատկվում է։ Եվ քո ասած անշահախնդիր սերն է, որովհետև դե պարզ է ծնողական սերը ինքնին միշտ անշահախնդիր է, բայց հոգու խորքում այդ քո ասած վախենալու բառը հպարտությունը միշտ ուզում ես սնվի, որ երեխատ ինչ որ հաջողություններ ունենա ու դու հպարտանաս, որ նա քո ծնունդն է եւ քո արտապատկերումն է ու դու ես նրա ձևով արտահայտվում։ Եվ այդ շատ վախենալու է, որովհետեւ երբ որ երեխան չի լինում այնպիսին ինչպիսին ծնողը նրանից սպասում է, մի տեսակ այդ հիասթափությունը վախեցնում է, որովհետև երեխան առանձին հոգի է, աշխարհ եկած ուրիշ նպատակով եւ ոչ թե մեր փառասիրությունը շոյելու համար, երևի։ Ու այդ քո ասացի ամբողջի մեջ հենց այդ տրամաբանությունն է, որ դու ուղղակի երջանիկ ես նրա գոյությամբ, որքան էլ այդ գոյությունը իր հետ բերի խնդիրներ ու երբեմն քեզ տխրեցնի ու դու սովորում ես տխրությունից դուրս գալ, անցնել այն կողմ եւ հասկանալ, որ դու ուղղակի ունես տարբեր երեխա։ Տարբեր, ոչ թե որովհետեւ թերի է, ոչ թե որովհետեւ հիվանդ է, ոչ թե տարբեր է։ Եվ յուրաքանչյուր երեխա է տարբեր։ Հիմա ունենա աուտիզմի սպեկտրը, թե չէ։ Ես ինչքան
աշխատել եմ, շփվել եմ ու նաև հետո դասավանդել եմ տարբեր սերունդներին ու տարբեր անհատներին, միշտ առաջինը տեսնում եմ նրանց իրական էությունը, հետո տեսնում եմ ինչը ծնողներն են ուզում, որ նրանք լինեն, հետո տեսնում եմ ինչին ընդդիմանում են այդ երեխաները, որ չդառնան, այսինքն սա մի հատ մեծ առանձին միկրոտիեզերք է, էլի իրենց ներսում։ Որն է Ալեքսի ներսի միկրոտիեզերքը, ինչպիսին է նա։ Ինքն էլ այդ որ ասում եմ անսահման սեր, ինքն է դա առաջինը ինձ տվել։ Ես պետքա չէ տամ որպես ծնող, բայց առաջինը իրանից եմ ստացել, զգացել եմ այդ ինչա, հետո նոր եմ ես իրան տվել, պատասխանել իրան նույն ձևի սերով։ Ես որ ասացի շատ ծնողներ սպասում են երեխաներից էս ու այն բաները, որ թեկուզ ինքնահաստատեն բան, ես չեմ էլ մեղադրում այդ ծնողներին, որտեվ ես ինքս եմ տենց եղել, դա բնական բան է, ես ընդհանրապես չեմ մեղադրում ու պետքա հասնես այդ դասերը պետք է անցնես այն դասերը, ինչ որ Ալեքսն է ինձ տվել, ինչ որ մեր ճակատագիրն է մեզ տվել, այդ դասերը անցնելու դասերը էլ շնորհիվ ես հասնում այդ ամեն ինչին, այդ enlightenment-ին, երբ որ արդեն սովորական ձևի չես մտածում, արդեն ու էլի շատ բաներ կա սովորելու, բազում դասեր կա սովորելու, համոզված եմ դեռ կեսին էլ չենք հասել, բայց ինչ էի ուզում ասել, Ալեքսի ներսը, իր ներսն էլ այդ սերը ու այդ բնականություն, այսինքն առանց ոչ մի ձևերի, ուղղակի ինքը այդ իր ջինջ լինել է, այդ իր մաքրությունը ու ինչն է տարբերում աուտիզմով մարդուն սովորական մարդուց, որ իրանք չեն էլ կարա սովորեն այս աշխարհի վատ բաները, այս աշխարհի evil բաները չեն էլ կարա իրանք սովորեն, չարությունները, այնքան մաքուր են իրանք մնում, մարդու ամենամաքուր տեսակն է աուտիզմով մարդը, ու ես այնքան կուզենայի, որ հասարակությունը ընդհանրապես տեսներ այդ տեսնեին, որ այս երեխեքը իրոք սեր են, ոչ թե համ վախենային կամ մտածեին իրանք sense տարօրինակ են կամ պակաս են մյուսներից, ընդհակառակը այնքան բան կարան տան, ինձ թվում է այս աշխարհին, որ սովորական մարդիկ շատ ավելի դժվարությամբ դա կարան սովորացնեն։ Ես ունեցել եմ որոշ առիթներ հատուկ երեխաների հետ աշխատելու, հենց խոսքը սպեկտրում եղած երեխաների մասին է, եւ զույգ եղբայրներ էին, 7 տարեկան էին։ Ես որ մտա այդ սրահ, տարբեր սպեկտրում գտնվող աուտիզմով երեխաներ էին, ու այդ երկու տղաները ուղղակի առանց խոսքի մոտեցան ինձ, փաթաթվեցին ու սկսեցին հետս հարաբերվել։ Ու իրանց մաման զարմացել էր։ Հիմա ինձ համար դա օրհնություն է, որ ես այդ օրը այդ երեխաների հետ այդ շփումն ունեցա, բայց նաև ես գիտակցում էի, որ այդ կարող է լինել ցանկացած մարդու նկատմամբ, այսինքն այդ իրենց վերաբերմունքն է, իրենք են ընտրում ում հետ շփվել, ոնց են իրենք զգում, ընտրում, ում մոտ թողնել, ում հետ հարաբերվել, որ փաթաթվեն, որտեղ այդ երեխեքը եկել ու փաթաթվում են ու զարմանալի էր այդ։ Մենք գիտենք, չէ՞ որ չեն սիրում հպումներ։ Մենք ունենք 5 թե 6 սենսեր, չէ՞, տեսնելը, տեսողական, ինձ թվում է աուտիզմով երեխաները ունեն շատ ավելի շատ սենսեր ու զգայուն են, ավելի շատ մարդու աուրանել են տեսնում եւ հասկանում մարդու ներսը շատ ավելի արագ, իրանց պետք չի շփվեն, քո հետ խոսան, ինչ-որ ինֆորմացիա ունենան քեզանից, որպեսզի հասկանան տվյալ մարդը ինչ ձևի մարդ է, կհավանեն իրանք թե չէ։ Բնական է դա իրանց մոտ ստացվում։ Ես դա Ալեքսի մոտ եմ շատ նկատել, իմ ընկերներին է որ հարցնեք, շատ մարդիկ կան, որ ինքը ուղակի կողքերով անցնում է տան մեջ հյուր, մեր տան մեջ, մարդիկ կան, որ դրսից գալիս է, մեկից աչքերը գնում է, իր տրամադրությունից էլ է կախված։ Ես հաստատ համոզված եմ, որ աուտիզմով երեխաները 6 հատ սենս չունեն, հաստատ շատ ավելի սենսեր ունեն, որոնց մասին որ մենք գաղափարել չունենք, ու իմ ընկերուհիներից մեկը, ով որ ունի աուտիստիկ երեխա ու աուտիզմի podcast, շատ նվիրված է աուտիզմի research-ին, Claire Condora, ինքը սպիտակ ամերիկացի է, ինքը համոզված է, որ աուտիզմով երեխաները թելեպաթիկ են,
այսինքն հաղորդվում են իրար հետ եւ ընդհանուր մարդկության հետ տելեպաթիայի միջոցով։ Ես համակարծիք եմ, որ այդ հատուկ լինելը նրանց համար հենց այնպես չի, իրենք տեսնում են մարդուն իրենից այն կողմ, ոչ թե ինչպես է մարդը ներկայանում, այլ ինչ է իրականում։ Այդ հաստատ, հա։ Դեռ տասնյակ տարիներ առաջ Հայաստանում ներդրվեց ներառական կրթությունը եւ հանրակրթական դպրոցում առ այսօր, երբ որ բերում են աուտիզմի խնդրով երեխաներ, շատ այլ ծնողներ բողոքում են, որ երեխաները խանգարում են դասը, իրենք ագրեսիվ են եւ վտանգավոր են եւ այլն։ Ես ուզում եմ հասկանալ այդ ագրեսիվության դրսևորումը ինչից է լինում, որովհետեւ դա ունի հստակ պատճառներ, ուղղակի չգիտեն շատերը։ Եվ արդյոք օրինակ Ալեքսը սոցիալական միջավայրում կարողանում է հիմա հարմարվել, օրինակ աղմուկին, դրսի, մեքենաների ձայներին, չափազանց շատ մարդկանց։ Ալեքսը շատ ուներ այդ խնդիրը մարդկանց մեջ դժվար էր իրան առիթներ, ինչ որ նույնիսկ հենց իր ծնունդը դժվար էր իրան շատ, բայց տարբեր ֆունկցիաներ կա, որ կարող ես անել այդ օրը իրան պատրաստել այդ առիթին կամ հասարակության մեջ գտնվելու համար։ Օրինակ ամեն ինչից, ամեն կարևոր բանից առաջ, այսինքն առիթից կամ թեկուզ իր թերապիաներից առաջ ինքը պետքա ժամուկես լողանա լողավազանում ժամուկես 2 ժամ լողանա, որ իրան թողես 5 ժամ էլ կլողանա, կապ չունի եղանակը, ինչքան ցուրտ է դուրսը, ընդհանրապես կապ չունի, ինքը ամեն օր պետքա լողանա եւ լողը միակ վարժությունն է, որ մարմնի ամբողջ մկանները օգտագործում է եւ դա իր stimulation-ի կարիքները հոգում է լողը, այսինքն ինչի են աուտիզմով երեխաները սենց անում կամ ինչ որ ուրիշ տարօրինակ իրանց ստիմուլյացիա է պետք, որտեվ իրանց nervous system-ը, ներվային համակարգը չի զարգացել այն աստիճանի, որ բնական ձևով դա անի։ So Ալեքսը, գիտես, որ դու խոսում ես, ես ինձ եմ հիմա կողքից նայում։ Ախտորոշում ծիծաղելի չի, ես հենց հիմա ունեմ խնդիր։ Իմ գործի բերումով ես անընդհատ մարդկանց մեջ եմ։ Բայց դու ինձ հարցրու, որ երբ որ ես ունեմ հնարավորություն չլինելու մարդկանց մեջ, ես կարող եմ օրերով ապրել մեկուսի, մենակ ու առանց արտաքին աղմուկների, հեռուստացույց միացվի, ասենք, տարին 1 ու ցանկալի է անաղմուկ տարածություն, ու ես հիմա հասկանում եմ, որ այո, խնդիրն իմ մեջ է, բայց որ ասում են մանկական ծնունդները, օրինակ իմ խավարանում, որ մեռնամ գնամ դժոխք, խավարանում լինելու են մանկական ծնունդները, բարձր ձայնով, խաղավարը, այդ տարօրինակ ձայները, փայլուն լույսերը, այդտեղ կարելի է իսկապես խելագարվել։ Նորմալ մարդը այդտեղ կդիմանա։ Այսինքն կոմոդել երևի իմաստի չէ կապտորոշակ ծիծաղելի ներվային համակարգը ինչ որ միտեղ թերանում է, կներես իհարկե չգիտեմ։ Ասա դեմքիս իմ մասին ամեն ինչ, Նինա։ Ներվային համակարգը ինչ որ միտեղ թերացած է, որ չես կարող դու process անել այդ դրսի ստիմուլյացիան, աղմուկը, լույսը, նույնիսկ կարող է դա լինի հոտը, ինչ որ մի բան։ Դե լավ, շնորհակալություն, տեսություն հասկանով ավարտում։ Դու արդեն լուրջ եմ ասում։ դու Ես ոնց որ հիմա բայց ասում եմ ամենայն լրջությամբ։ Դա էական բան է, այսինքն հնարավոր է, որ քո մոտ, քո nervous system-ն էլ, ինչի է autism-ը դառել spectrum disorder, որտեղ այդ spectrum-ի վրա տարբեր ձևի մարդիկ կան 0-ից մինչև 100, այսինքն 0-ից նախքան 0-ն էլ մի բան կա, որ Asperger's-ն էր, հիմա հանել են Asperger's-ը որպես ախտորոշում, հանել են այդ բառը չեն օգտագործում, բայց ես հավատում եմ, որ Asperger's-ն էլ իր կատեգորիան ունի, Leo-Messin Շունիկյանն էլ է Լիո Մեսի, բայց Լիոնել Մեսին ֆուտբոլիստը Asperger's-ի դիագնոզ ունի շատ փոքր տարիքից ու եթե իրան ուշադիր իր ինտերվյուները նայեք, իր մոտ էլ սոցիալական դժվար խնդիրներ կա, այսինքն դժվարությամբ մարդկանց հետ շփվում ինտերվյու տալիս, բայց ինքը շատ նորմալ կյանքով ապրում է, ընտանիք ունի, հաջողակ է եւ բայց նրա գնդակի հետ հարաբերությունը, որ տեսնում ես կենտրոնացման այնպիսի մի աստիճան, որը որ անհնարին է։ Իմ կարծիքով Լիո Մեսին Rain Man-ն է, բայց
ֆուտբոլիստը դաշտում, Rain Man-ը մաթեմատիկայի մեջ է, Leo Messi-ն դաշտում։ Ես տենց եմ իրան ընկալել։ Վերադառնանք ինձ։ Ես ասում եմ ինձ ու նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, որոնք տարիների վեր չեն իմացել իրենց խնդրի մասին։ Ես էլ մինչև այս պահը չգիտեի, բայց աստիճանաբար իմանանք։ Ինչ հիմնական դրսևորումներ ունի արդեն հասուն տարիքում։ Լուսային, ձայնային, սոցիալական, գերակտիվ միջավայրի նկատմամբ ագրեսիա, այսինքն հոգնում է մարդը։ Չէ, հոգնում է, ոչ թե ուղղակի չի սիրում։ Այսինքն մարմինդ չի կարում բնական օրգանիզմդ կներես չի կարում բնական ձևով process անի այդ ամեն ինչը, որ ամեն ինչը processing է, մենք լույս ենք տեսնում, մեր աչքերը լույսը process են անում, ձայն ենք լսում, nervous system-ի նա ուղարկվում, չէ, այդ ամեն ինչը լույսը, շփումը մարդկանց հետ, մարդու վերաբերմունքը քո նկատմամբ, այդ ամեն ինչը processing է, որը լինում է nervous system-ի հետ։ Եթե nervous system-ը չի develop եղել, չի զարգացել մինչև վերջ կամ ինչ-որ մի mutation կա գենետիկ, autism-ի համար հատուկ mutation չկա, բայց շատ autism-ով ախտորոշմամբ մարդիկ ունեն mutation-ներ, բայց այդ mutation-ը նույնը չի բոլորի մոտ ու անպայման չի mutation լինի, որ autism լինի։ Հա, այսինքն մուտացիան կարող է լինել, կարող է չլինել ու գենային այդ շեղումը, այսպես ասենք, ուղղակի տարբեր գենային հատկությունների ինչ որ մի ճրտիկ շեղումով կարող է դառնալ աուտիզմ, այդ հասկացավ, մենակ մի հատ այսպիսի հարց։ Նինա, այ դու ասում ես, որ չի կարողանում վերամշակել ստացած ինֆորմացիան, լինի լուսային, ձայնային, հա, աղմուկի, մարդկային շփման, թե ինչպիսի։ Ու ասում ես, որ հետ է մնացել ուրեմն նյարդային համակարգը այդ զարգացածությունից։ Գուցե հարցս վերաձևակերպեմ այսպես, իսկ գուցե առավել է զարգացել։ Այսինքն, օբյեկտիվորեն Ալեքսը այնքան արագ է վերամշակում ստացած աղմուկը, լույսը, որտեղ լուսային աղմուկն էլ այս դարի խնդիրներից է։ Երբ որ ամենտեղ է թարթող լույսերն են, լույսը անջատում ես, մթություն չկա, որ քո մելատոնինը նորմալ ձևավորվի ու դու քնես հանգիստ քնով։ Ու այս ամեն ինչը գուցե հակառակ աուտիզմ ունեցող մարդկանց մոտ չափազանց է դրա վերամշակումն ու զգացողությունը ու դրա պատճառով է ստեղծվում այդ երբեմն ոչ նորմալ թվացող ագրեսիան։ So հիմա կարողացա հարցնել։ Այո, շատ լավ հասկացա, որովհետև հիմա դա մեծ թեմա է, ոչ թե թերի են իրանք, այլ ինչ որ առավել են։ Դա կոչվում է neurodiverse։ Հիմա նույնիսկ չի կարելի politically correct լինելու համար, չի կարելի ասել not normal, autism բառերը արդեն դժվարացնում են օգտագործել, պետք է ասես neurodiverse կամ not neurotypical, եւ դա հենց քո ասածն է, neurodiverse, այսինքն հակառակ typical չի ոչ բնորոշ ներվային համակարգը, այլ իրանցը diverse է, այսինքն typical-ից հեռու է, թե դա թերիա, կարող է առաջա։ Մենք չգիտենք, նայած թե էդի ուր է տանում տվյալ մարդուն։ Դե հիմա նայիր, աուտիզմի սպեկտրում գտնվող մարդիկ ունեն լսելու ուրիշ ձև։ Նրանք կարող են լսել բոլոր ձայները միաժամանակ։ Այդպես է, թե այդպես չի։ Այդպես է, էդի խնդիրներից մեկն է։ Ով ասի խնդիր, ով ասի էֆեկտ, ով ասի դեֆեկտ։ Իմ ռեժիսոր Արշալույս Հարությունյանը թե այստեղ լիներ հիմա, կփաստեր, որ երբ որ մենք նստած ենք, ես ինձ վրա եմ բերում օրինակ, որ ուրիշները չնեղվեն։ Երբ որ մենք նստած ենք 10 հոգի միաժամանակ մեկը մյուսի հետ խոսում է, ես 10 հոգուն համազոր լսում եմ ու քեզ հետ խոսելու ընթացքում կարող եմ պտտվել նրա հարցին, որ ինձ չէր ուղված, պատասխանել ու վերադառնալ քեզ։ Իհարկե այդպես ապրելը դա էլի դժոխքոտ բան է, բայց այդ նաև հմտություն է, որը դու կարող ես օգտագործել քո գործի մեջ, ինչպես ես իմ գործում։ Կամ եթե ասենք CIA-ում ես աշխատում, դա մեծ առավելություն է լիներ, բայց չէ։ Հիմա օրինակ Ալեքսը միաժամանակ լսում է, չէ՞ ամեն ինչ։ Միաժամանակ լսում է, բայց ինքը միաժամանակ չի կարում ոչ քո հետ կոնտակտը պաշտպանի, ոչ էլ մնացածի հետ։ Դրա համար մենք տարբեր մեթոդներ ունենք, որի միջոցով կարողանում ենք իր ուշադրությունը գրավել, որպեսզի ինքը սովորի։ Օրինակ
ծանր վեստի պես բան է հագնում ինքը դասերի ժամանակ, այդ վեստը grounding անում, իրան փողանցում է։ Նաև ձեռքերն ենք բռնում կամ դասական երաժշտություն պետք խովեն ինքը թերապիների ժամանակ, իր թերապիստը շուտով կգա դասական երաժշտություն, տարբեր ֆակտորներ, որպիսի իրան սենց ինքը ծրված է բերեք իմի, որպեսզի ինքը կարողանա սովորի իր թե դասը, թե ինչ-որ թերապիայի մի մասը եւ նորից եմ կրկնում լողը։ Ինքը ամեն թերապիից առաջ պետք է մի քիչ լողանա ժամուկեսի չափ, այդ լողը ստիմուլյացիան տալիս է իր ու հետո ինքը պատրաստ է արդեն մի կես ժամ ուշադրություն դարձնի ուսուցչին։ Հետո նորից տարբեր մեթոդներով, այդ վեստով, երաժշտությամբ, ամեն ինչ անելով, որ ինքը հագեցած լինի, էլի ուշադրություն կարողանա դարձնել։ Հիմա եթե ծանր թիկնոցը բաճկոնը չլինի ու եթե մանկուց դուք թերապիաներով չաշխատեիք Ալեքսի հետ ու ուղղակի հրավիրեիք լոգոպեդի, հաստատ ոչինչ չէր աշխատի։ Չէ, որովհետև ասում են, որ այդ սպեկտրում գտնվող մարդկանց առաջին հերթին պետք է ֆիզիկական ակտիվություն։ Ֆիզիկական, մկանային սիմուլյացիան, ֆիզիկական ակտիվություն եւ ոչ արհեստական։ Այսինքն երբեք միկրոտոկեր կամ չգիտեմ ինչեր չեն խթանելու ուղեղի աշխատանքը։ Այլ փորձել ենք միկրոտոկեր ինքը գլխարկով ամանեք է շատ երկար ամիսներ ականջի հետ կապված ինչ որ ականջից պետքա գլխին neurotypical բաներ անել, բայց չի օգնե։ Չենք տեսել մենք, կարող է մեկ ուրիշ երեխայի օգնած լինի, բայց մենք չենք տեսել դրանց օգ։ Աղիքային ուշադրությունը եկեք խոսենք, որովհետև շատ են ասում, որ նաև ճիշտ սննդակարգը մեղմում է ամենածանր վիճակն անգամ։ Աղիքային խնդիրները եւ սննդակարգի հետ խնդիրները այդ ամբողջ թեման կոչվում է biomedical treatment, որը որ մենք արել ենք մի հատ Culver City-ում հնդիկ բժշկի մոտ, որոշ չափով օգնել Ալեքսին, բայց այդ անելը շատ դժվար էր, որովհետեւ սննդակարգից պետքա հանես ընդհանրապես գլութենը, ալյուրով ամեն ինչ։ Ինչի՞։ Գլութեն, որովհետեւ գլութենը գաթի մեջ, աղիքի մեջ շատ ուրացնում է աղիքը, inflammation առաջացնում եւ leaky gut։ Առաջինը պետքա պատկերացու երեխայի դայեթի մեջ ընդհանրապես ալյուր չլինի, գլութեն չլինի, քեյսին չլինի։ Քեյսինը պրոտեինա, որ հայտնվում է կատնամթերքի մեջ, քեյսինա կոչվում K-ով, եւ sugar։ Պատկերացրեք այն երեխան, որ արդեն շատ դժվար ուտող է եւ ուզում է ուտի մենակ այդ տեսակի բաներ, լրիվ այդ ամեն ինչը հանում եք։ Մենք որ հանեցինք Ալեքսի սննդակարգից այդ 3 բանը, ինքը դարձավ ահավոր ագրեսիվ, ահավոր, չեք պատկերացնի ինչ ձևի։ Փոխարենը հակառակը լինի։ Լրիվ, չէ, բայց էդի purging-ի process-ն, այսինքն ինքը մի քանի ամիս պետք է լինի ագրեսիվ, հետո նոր հետ կա այդ ամեն ինչը։ Դրանից բացի այդ medical treatment-ի մեջ մտնում է շատ տարբեր supplement-ներ, որոնցից մեկն է probiotic եւ սննդային հավելումներ, շատ specific սննդային հավելումներ, որոնցից մեկն է հատուկ տեսակի probiotic-ները, prebiotic եւ probiotic։ Prebiotic-probiotic-ները հեշտ է տալ, որովհետեւ դա ընդամենը հաբ է տալիս։ Կոպիտ ասած նարին են։ Այո, բայց մի քիչ ավելի ուրիշ տեսակի բարձր երևի մշակված։ Հասկացա։ 90-ականների վերջին մի բժիշկ գիտնական ուսումնասիրում էր եւ այդպիսի հոդված էր ստեղծել, որով փաստում էր այն ժամանակ, որ վակցինացիաները համատեղ խմբային փնջային վակցինացիաները կարող են ակտիվացնել աուտիզմի հարցը, հետո իհարկե հետ ուսումնասիրվեց, շատ հոդվածներ հետ կանչվեցին, բայց այդ տպավորությունը մնաց։ Հիմա արդյոք իսկապես վակցինացիաները ազդում են վատ իմաստով ու ինչ որ ուսումնասիրություն կա ոչ վակցինացված երեխաների աուտիզմի սպեկտրում լինելու կամ չլինելու մասին։ Սա երևի աուտիզմի հետ կապված ամենաշատ քննարկված թեման է եւ ամենա polarizing թեման, այսինքն բևեռացված, որտեղ շատ մարդիկ
համոզված են եւ ունեն գիտական ապացույցներ, որ վակցիններից լինում է autism, շատ մարդիկ էլ ունեն ապացույցներ հակառակը։ Հիմա ապրում ենք misinformation-ի դարում։ Ես միշտ եմ ասում, it's the age of misinformation, որովհետեւ այնքան ինֆորմացիա կա, որ իտոգում ինֆորմացիա չկա։ Ամեն մի topic-ի համար Sorry. Լավն է։ Իսկապես չկա։ Արդյունքում խառնվում ես իրար ու չես հասկանում որն է ճիշտը, որը ամեն թեմայի հետ որ research ես անում 100 հատ գիտական article ես գտնում, որ ասում են հա տենց է ու 100 հատ գտնում ես որ ասում են չէ տենց չի։ So ինչ է դա misinformation, այսինքն դու չես կարող պատասխաններ գտնել քեզ հետաքրքրող թեմաներին։ Լավ, դա աուտիզմը ներքին հղիության ներարգանդային շրջանում հնարավոր է հասկանալ ու տարբերակել, թե ոչ։ Այդ ես առաջի մարդը կլնեմ, որ կասեմ հնարավոր չի, որովհետև Ալեքսից հետո 2 հատ երեխա եմ ունեցել եւ շատ եմ այդ թեման հղիության ժամանակ ուսումնասիրել, որ տեսնեմ արդյոք ինչ որ մի թեստ կա, ինչ որ մի գենետիկ թեստ կա, ինչ որ մի մեթոդ կա, որպեսզի prevent անես autism-ը, իհարկե, բայց չկա, հավատացեք, չկա։ Բայց ասում են, որ Down syndrome-ի համար կա, տարբեր ու միլիոն հատ ուրիշ գենետիկ հիվանդությունների համար կա ստուգելու ձև, բայց autism-ի համար չկա։ Մի հատ թեստ կա, որ X chromosome-ն է կոչվում եւ էդի կարող է օգնի բացահայտել, բայց 100%-անոց չի։ Մյուս հիվանդություններ 100%-անոց կարող ես իմանաս, եթե ունի պտուղը թե չէ, բայց autism-ը երբեք։ այդ քրոմոսոմի տրոհումը ինչից է լինում, ինչից է սկսվում։ Այ դա չգիտեն ոչ մեկ։ Այդ է հարցը։ Այդ ամենամեծ հարցը։ Նայր, ես շատ մտածում եի, որ հին ազգերի մոտ հնարավոր է բլա բլա բլա, բայց Ամերիկայում հին ազգերը այնպես չի որ պարտադիր են ու շատ, ու նոր ընտանիքների մոտ են նաև շատ ձևավորվում, ոչ թե միայն հայ ընտանիքների, ոչ միայն հրեաների, այսինքն նաև այստեղի բնակիչների Ազգ չի ճանաչում արդեն autism-ը։ Իսկ ինչ կասես ծանր մետաղների մասին օրգանիզմում արյան մեջ, չէ՞ որ դրանք էլ հանելով շատ թեթևանում է վիճակը ու կարողանում ես կառավարելի դարձնել շատ բան։ Ծանր մետաղները դա մի ֆակտորներից է, որ 100%-ով կարող եմ ասել շատ վատ է ազդում autism-ի վրա եւ ծանր մետաղներից ազատվելուց հետո երեխայի մոտ մեծ փոփոխություններ են լինում, մանավանդ խոսքի մեջ։ Ծանր մետաղներից ազատվելու տարբեր մեթոդներ կան, practical method-ը supplement-ների շնորհիվ է, բադերի, այսինքն սննդային էլի հավելումներ։ Սննդային հավելումներ, բայց երկու տեսակ կա։ Մեկը ընդհանուր spread է լինում տարածվում մարմնով մեկ եւ մի անգամից 4 ժամվա ընթացքում հանում է այն heavy metal-ները ինչ որ կան։ Մյուսն էլ մնում է գաթի մեջ, մյուս տեսակը աղիքի մեջ է մնում եւ ժամանակի շատ ավելի երկար ժամանակի ընթացքում փորձում է ձերբազատի մարմինը heavy metal-ներից։ Նաև կա շատ ավելի ուժեղ մեթոդներ, որը որ արյունը լվանալու պես բանակ, կոչվում է chelation, որը արյունը մաքրում են բոլոր տեսակի աղտեղություններից։ Դա մի անգամից մաքրում է լրիվ մարմինը եւ դա շատ ավելի evasive method է, այսինքն Այն եթե դու կարաս անես ամեն օր ու փոքր քանակությամբ ու ընդհանրապես քո կյանքի մեջ վատ ազդեցություն չունենա այդ պահին, արյունը մաքրելու դեպքում chelation-ը շատ ավելի evasive է ու մի հատ period կա, որ պետք է անցնես, բայց շատ է օգնում նամանավանդ խոսքի համար։ Ինչ է դա խոսքը զարգացնելու համար։ Պետքա կարդալ էլի ինչքան է կապը ու ոնց է այդ կապը տեղի ունենում։ Այսինքն ինչն են խանգարում այդ ծանր մետաղները։ Ծանր մետաղները այն նրանով են խանգարում արյունի մեջ, որ օքսիգենը չեն հասնում ուղեղին ու այդ նյուրոնները fire չեն լինում։ Այսինքն թթվածնային քաղցի պատճառով, որը այսօր շատ ունենք, նեյրոնային աշխատանքը խաթարվում է եւ երեխան չի կարող խոսել։ Եվ chelation-ի այդ heavy metal-ներից ազատվել
հիդրատվելուց հետո ու այդ օքսիգենը ճիշտ տեղն է հասնում ու կամած երեխան սկսում է խոսալ, բայց նաև ունի ուրիշ լավ կողմեր, որ behavior-ն է լավ կողմ։ վարքագիծը։ Այսինքն ամեն սիմպտոմը աուտիզմի դեպի լավն է գնում։ Ագրեսիան թուլանում է, ուշադրությունը ավելանում է, խաղաղությունը շատանում է եւ մենք հիմա վերադառնում ենք նրան, որ աշխարհի ամեն ինչի հիմքում շունչն է, թթվածին է։ Ի վերջո մարդը չի կարողանում շնչել առանց օդի։ Հիմա տեսնայր մեզ մոտ Երևանում վերջերս օդի աղտոտվածությունը հասել էր գերագույն մակարդակի, անթույլատրելիից անցնելով ու ես երբ որ նայում եմ մեր բոլորի վիճակը Հայաստանում բնակվողներիս, հասկանում եմ, որ իսկապես թթվածնային քաղցի պատճառով ոչ լիարժեք քնում են, ոչ լիարժեք հանգստանում են, ոչ նորմալ արթնանում են, որովհետև հակ այդ հավերժ հոգնածությունը եւ աուտիզմով երեխաների քանակն էլ ուղիղ համեմատականորեն շատանում է։ Էլ չեմ խոսում քաղցկեղի մասին, որը որ ուղղակի անպատմելի է։ Վերջը ուղիղ միակ դեպքում, երբ որ ծնողը այդ chelationը եւ heavy metal detox-անի երեխային եւ օգուտ չտա, այնա, որ ուրեմն դրա կարիքը չկար իրականում, heavy metal-ներ չկար մարմնի եւ արյան մեջ, այսինքն խոսքի պակասությունը եւ այդ զայրժկան ուրիշ պատճառներից էր։ Սննդային հավելումները, վիտամինային հաբերը կամ սննդակարգը, դիետաները եւ ամենը շատ օգնում են, եթե դրան զուգահեռ արվում է ճիշտ աշխատանք։ Ուրեմն առաջինը ֆիզիկականը, չէ՞, սպորտ, ակտիվ շարժում, մարմնի, նաև հայքինգն է շատ օգնում երեխաներին, լեռնագնացությունը շատ է օգնում եւ մեր մոտ մի period ա եղել, որ Ալեքսը ամեն օր այս hiking trail-ի վրա ամեն օր որպես օրենք, արդեն ավտոմատ մենք այդ ժամին դուրս էինք գալիս hiking-ի, շատ լավ էր իր վրա ասում, ուղղակի հիմա եղանակի պատճառով շատ ենք բաց թողնում, բայց երկար ամիսներ ինքը ամեն օր հայկ արել ու շատ ինքը շատ սիրում եւ իր վրա շատ լավ ազդում հայքինգից հետո ինքը հանգիստ ուշադրությունը տեղը տրամադրությունը տեղը հայքինգից հետո ինքը պատրաստ է սովորելու քեզ լսելու direction-ները follow անելու նորմալ ամեն ինչը ուզում եմ մենք իրար հետ մի բան հասկանանք այսօր ժամանակակից աշխարհում երբ երեխան նստած է տանը ու ծնողները խոսում են գործենանում կամ ինչ որ զբաղված են իրենցով հեռախոս է տալիս են որ երեխան իրենց չխանգարի ճակերտավոր ու երեխան ամբողջ օրը այդ հեռախոսի մեջ է հաջորդ քայլին որ այդ երեխուն բան ես հարցնում անգամ քեզ չի էլ նկատում ու մենք չենք խոսում աուտիզմի սպեկտրում գտնվող երեխեքի մասին մենք խոսում ենք այսպես ասած որևէ խնդիր չունեցող երեխայի մասին այսինքն հեռախոսները ու пассив կենսակերպը բերում է նմանատիպ խնդրի ցանկացած դեպքում արդեն տարբեր ձևերով ապացուցված փաստ է դա ճիշտ է շատ դժվար է ընդհանրապես երեխային հեռախոս կամ iPad չտալ բայց տարբեր ձևերով ապացուցված է որ նույնիսկ թե ինչ է կատարվում ուղեղի մեջ երբ որ հեռախոս կամ iPad անեմ հենց երեխան կարողա դու նայես կարողա չէ հաստատ մեծի ուղեղի վրա տենց չի ասում տարբեր պատճառներով բայց ավելի քիչ որովհետև քո ուղեղի այդ նյուրոնները արդեն develop են երեխաների մեջ 26 տարեկանում նոր ուղեղը լրիվ կարող ես ասես ձևավորված է ճիշտ է ինչքան երեխան փոքր է այդքան այդ ձևավորումը ավելի արագ է կատարվում բայց մինչև 26 տարեկան ուղեղդ պատրաստ չի նորից շատ դժվար է ընդհանրապես հեռախոս չտալ նույնիսկ մենք տալիս ենք բայց հեռախոսով իմ երեխաներն ամեն իրանք իրանց վիդեոները որ ես ամբողջ օրը օպերատորի պես նկարում եմ մուլտիկներն են մեկ-մեկ նայում բայց ամենաշատը իրանք վիդեոներն են նայում Ալեքսը իր վիդեոները շատ է սիրում կողքից ինքն իրեն նայելը ընկալում է ինքն իրեն նայում է շատ է սիրում իր դպրոցի վիդեոները իր ուսուցչուհին ինձ ուղարկում է թե դպրոցում ինչեր են արել իր ծնունդներին շատ է մեկ-մեկ այնքան շատ է ուրախանում սենց ականջին է դնում որ մի հատ էլ լսի շատ է իրան ուրախացնում
Նինա, ոնց որոշեցիք տեղափոխվել դեպի օվկիանոս եւ ինչու։ Ես միշտ ասում եմ իմ երեխեքը վայրի են։ Իրանք սիրում են բնություն, ծով, ավազ, ծով, մանավանդ Ալեքսը, առաջինը Ալեքսը, ինքը լրիվ ծովում իրան լրիվ ուրիշ ձև է ազգում, ավազի հետ խաղալուց, ծովի մեջ լողանալուց, լրիվ իրան ուրիշ ձև է ազգում ու շատ են գնում ծով, մի օրով, երկու օրով ու հետո սկսեց հարց առաջանալ, թե ինչի ծովի մոտ չենք ապրում, ինչն է մեզ խանգարում, երբ որ մեր քաղաքին Գլենդելին մոտիկ լիքը ծովային քաղաքներ կան։ Եվ սկսեցինք մտածել Santa Barbara Montecitoի մասին, որը Գլենդելից 2 ժամ է հեռու։ Սկսեցինք դպրոցներ մանգալ, Ալեքսի համար առաջինը։ Ու միշտ այս Palos Verdes-ը մեր սրտում տեղ ունեցել, շատ ենք եկել այստեղ, բայց որ ապրելու համար ավելի շատ մտածում ենք Santa Barbara Montecito, բայց քանի որ ամենալավ դպրոցը Ալեքսի համար գտանք հենց այդտեղ, լրիվ it was meant to be. Այո, պետք է պես էլ։ Ու շատ մեկից այդտեղ տուն գտանք շատ արագ ու շատ արագ մենք մեստեղ զգացինք որպես մեր տանը։ Որ դպրոց է գնում Ալեքսը։ Ալեքսը գնում է Mirrorless Intermediate դպրոց արդեն մարտ ամսից, որովհետև քեզ պատմում էի, թե ինչքան երկար research եմ արել ամենալավ դպրոցների համար եւ դա մեր տեղափոխության պատճառներից մեկն էր, որը որ շատ հատուկ ձևի սովորական curriculum չի, հատուկ է երեխեքի համար դպրոց է, special needs, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ու դասարանը ձևավորված է որպես տուն ու դպրոց, այսինքն իրանք որ դասարան կոչվածում են, մեծ հսկայական տուն է դա, որտեղ որ իրանք ունեն տան ամեն ինչ, այսինքն կուխնյա, bedroom, իրանք ունեն իրանց տարակներ, որտեղ պետք է իրանց շոյերը ծալեն դնեն, ամեն ինչ, որպեսզի իրանց սովորացնեն դիսցիպլինա եւ անկախություն։ Բացի դրանից իրանք ունեն դպրոց, այդ դպրոցի մեջ դպրոց, որ հետո տունը հավաքեցին, գնում են դպրոց, այսինքն ամեն պայմաններ կա ու շատ դժվար է այդ դպրոցը տեղ ունենալ, բայց փառք Աստծո մենք կարողացանք ու այդ նույն ուսուցչուհին 24 տարի այդ դասարանը ինքն է ձևավորել, ինքն է լրիվ այդ դպրոցի, այսպես ասած, ղեկավարը ու 24 տարի նույն ուսուցչուհին Lori Dixon ամենալավ մարդկանցից է, ում որ ես երբևիցե հանդիպել եմ ու հենց ինքն հենց արեց, որ Ալեքսը ընդունվի ու ինքը 24 տարի նույն տարիքի երեխաներին 11-ից 14 դաս է տալիս այդտեղ ու շատ լավ արդյունքներ են ունենում։ Նինա, դու ամեն անգամ տեսնում ես տարբերությունը Ալեքսի, երբ նա շփվում է ուրիշ երեխաների հետ, ասենք որ զարգացել է, որ ավելի այս խնդիրը մեղմվել է, որ կարողանում է ընդունել ու սոցիալապես ակտիվ լինել։ Հիմա Ալեքսի զարգացումը համեմատած, ասենք 6 տարի առաջ ու հիմա ահռելի է, եթե 6 տարի առաջ հենց 2019 թվականին ինձ ասեին 6 տարի հետո ինքը կանի SS բաները, ես չէի հավատա, կամ իրան սենց կպահի, ես չէի հավատա, որտեվ իր կյանքի այդ առաջի 4-ից 5 տարին ամենաբարդն են եղել մեր կյանքում, շատ դժվարությամբ էր ինքը միշտ լաց էր, միշտ դժվարությամբ էր ընդհանուր իր ամեն ինչը, ուտելը, շփումը մարդկանց հետ, սոցիալական տեղերում գտնվելը շատ դժվար, հիմա շատ ահռելի աճ կա, առաջընթաց կա, բայց չեմ կարող ասել, որ ամեն անգամ շփումից նկատում եմ պրոգրես, շատ դանդաղ է լինում այդ պրոգրեսը տարիների ընթացքում։ Այսա շատ կարևոր հարցերից է էլի, որ մայրիկներից շատերը կարծում են, որ գնացին, խնդիրը հասկացան, տեսան, դիմեցին X մասնագետի, վերջ մի ամսից պետք է տեսնեն արդյունք։ Ցավոք այդպես չի, եւ ինչպես որևէ երեխա ունի սովորելու եւ նյութ ընկալելու իր արագությունը, չէ՞, մեկը նույն դպրոցում միանգամից սովորում է, մյուսը չի կարողանում կենտրոնանալ հիմա։ Իսկն տարբեր են էլի նորից երեխաները, նույն կերպ այս պարագային շատ երկար
տարբեր հնարավոր մեթոդներով ներազդեցությունից հետո նոր երեխայի մոտ նկատվում է փոփոխություն։ Ես չեմ ասի զարգացում, ես կասեմ փոփոխություն։ Դավիթի մասին եմ ուզում խոսենք, որովհետև ոչ թե միայն իբրև ամուսին, այլ որպես ընկեր, գործընկեր, հայր, պայքարող, ձեզ հետ այս նույն խնդրի մեջ տարբեր էտապներով զարգացած մարդու, որը կանգնած է ձեր կողքին ամեն հարցով։ Ոնց տարավ Դավիթ օրինակ Ալեքսի աուտիզմի Գիտեք, ստեյջերով էր, սկզբից Դավիթը ավելի լավ տարավ, ես էի վատ տանում, հետո փոխվեցինք տեղերով, այս վերջի տարիներին է, որ երկուսս էլ նույն էջի վրա ենք այդ թեմայով, իմ կարծիքով տղամարդու համար շատ ավելի դժվար է, քան կնոջ։ Նախ նրանից, որ կանայք, ես կարծում եմ, կարող եմ սխալ եմ, բայց ես կարծում եմ կանայք ավելի ուժեղ են, ոչ թե նրա համար, որ տղամարդիկ ուժեղ չեն, այլ ուրիշ այդ ընտանեկան հարցերում են կանայք ուժեղ։ Դրսի հարցերում միշտ տղամարդն է ուժեղ իմ համար, բայց ընտանեկան հարցերում, թեկուզ եթե երեխան, ասենք, ջերմություն ունի, ես միշտ իմ ընտանիքում տեսել եմ, որ կանայք այդ ավելի հեշտ են տանում, քան տղամարդիկ։ Չեն խառնվում, գիտեն ինչ անել։ Նույնիսկ եթե չգիտեն, միևնույն ինչ որ հանգիստ անում են։ Բայց նույն ձևի աճ եղավ Դավիթի մոտ որպես հայր, ինչ որ իմ մոտ որպես մայր, բայց իր շատ ավելի դժվար է կրկնվում եմ հոր համար, մանավանդ եթե տղա է կարծում եմ, չնայած կապ չունի։ Այդ ամեն պլանները, որ դու ունես քո երեխայի համար, նպատակները պետք է լրիվ վերադասավորես։ Պետք է մի հատ դուրս գաս ամեն ինչից ու դրսից նայես, փորձես դրսից նայել, տեսնել, որպեսզի խնդիրը ճիշտ հասկանաս, պետք է ռեալ լինես, պետք է հասկանաս, որ կյանքում կան բաներ կան, որ դու չես որոշում, մենք չենք որոշողը, այսինքն երեխեքը մեր ովքեր պետք է լինեն, մեր ծնողները ովքեր պետք է լինեն, այսինքն այդ Աստծո կողմից քեզ տրված է, պետք է ընդունես ու շարժվես առաջ։ Դավիթ, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ Ալեքսի ծնունդով առաջին հերթին դու փոխեցիր ինքդ քեզ։ Այո, պետք է դու փոխես ինքդ քեզ, պետք է սկսես ճիշտ նայել այս հարցին։ Ոնց որ կտավը ոնց է, որ դու ունես այս գույները, քեզ է տրված, կարաս գնա դրանից լավ կտավ սարքի, եթե դու մենակ կարաս այդ ամեն ինչը խառնես իրար ու ստանաս մի հատ անկույն տգեղ բան, ուրեմն այդ ալնելու, պետք է ռեալ նայես, պետք է հասկանաս, որ այդ երեխուն դու ինչ որ հիմա կարաս տաս, ասենք փառք Աստծո, մեր պայմաններն էցա, որ կարող ենք մենք բժիշկների տանել, այն անել, բայց պետք է չտանես, որ ասես ով էս է տարե, էստեղ էլ տարա, էս մի ոնց որ էս էլ փորձեցի, հա, պետք է չանես էդի։ Ալեքսին ես շատ եմ սիրում, ինքը իմ ընկերն է, ինքը իմ տղեն է, ես իրան ընդունում եմ ինձ ոնց որ կա, իրան սիրում եմ անչափ, ու ես եկա այն գիտակցության, որ ամենաառաջինը, որ ես այս երեխուն կարող եմ տալ, դա անսահման է, այո, պետք է այս երեխեքին մենք սիրենք, իրանք մեր հասարակության անդամ են, մենք չգիտենք, կարող է իրանք չեն ուզում սովորել, կարող է իրանք ավելի լավ ձև գիտեն, քան մենք։ Որովհետև մենք երեխային ոնց ենք անում, դաստիարակում ենք ոնց որ մենք ենք ուզում, այս պետք է անես, այն պետք է չանես, կարող է իրանք հետաքրքիր չի։ Ու ես եղել է որ ասենք մտածել եմ այդ թեմայի շուրջ, ասենք որ երեխան ծնվում է, չէ, ասում են առողջ ու երջանիկ լինի։ Չգիտենք այդ որը։ Հիմա որ գնացինք տուն, դու կտեսնես որ Ալեքսը անսահման երջանիկ է ու փառք Աստծո որ ֆիզիոլոգիական ինքը խնդիրներ չունի, շատ երեխեք կան որ ունեն տեղաշարժման խնդիր, այո, այսինքն պետք է ռեալ տատես, տեսնես ինչ ունես դու, կառուցես քո կյանքդ ինչքան հնարավոր է, գեղեցիկ։ Այդ քո ռեալության զգացումը ես ամենից շատն է ինձ հուզում ու շատ մեծ գնահատելի երևույթ է, որտեղ այդ ներքին աճդ օգնելու է շատ այլ ծնողների այդպես տուփից դուրս գալու, որտեղ մենք տուփի մեջ ենք բոլորս, ու տուփից դուրս նայելու կարողությունը զարգացնելու։ Այդ այսինքն այդ դու ինչքան շուտ հասկանաս էդի, այդքան լավ է։ Ընդունես, թե հասկանաս։ Ընդունես ու հասկանաս, ընդունես սկզբից, հետո հասկանաս, որ պետք չի համեմատություններ անել երեխեքի մեջ, եթե դու քո նատուրայով լավ մարդ ես, քեզ համար բոլոր երեխեքը լավ երեխեք են, որովհետև մենք էլ
մինչև ենքան, մինչև մենք փչացնում ենք այդ երեխեքին, այսօրվա այդ քո ասած հեռախոսներով, iPad-ներով կամ տարբեր ժորտ ֆինանսական անիմաստ բաներով։ Նստել, տխրել ու միշտ բան անել, ասենք ձեռքերը թողնել, հանձնվել, ամենահեշտ բանն է այս կյանքում, ամենահեշտ բանն է նաև տխուր դեմք ընդունել ու ասել մեղք է, լավ, շատ մեղք էր ու կանցնենք գնան, բայց կյանքին պետք է ռեալ նայես, պետք է ամեն ինչ անես, ինչ որ քեզանից կախված է, բաներ կա, որ մեզանից կախված չի այս կյանքում։ Եվ այդ խոնարհությունն էլ է, էլի պետք ընդունել։ Այո, կան բաներ, որ մեզնից կախված չի, քեզ տրվում է, այս երևույթը, այս պահը, այս զորությունը կամ այս քո կարծիքով խնդիրը։ Եվ ինչ որ մի этаպում դու հասկանում ես, որ էլի հենց այնպես չի տրվել։ Տրվել է, որտեղ դու պատրաստ ես տանելու եւ օգնելու ուրիշներին։ Այո, այո։ Ասել քեզ լավ հայր լինելու ու նաեւ օգտակար լինելու։ Այո։ Շատ Մարդիկ միշտ իմ կարծիքով փորձում են sense շատ բարդ դարձնել կյանքը, բաներ կա, որ այո, բաներ կա, որ մեր ձեռքը չի, մենք չենք որոշողը, այսինքն այս օվկիանոսը, որ ափերից չի ելնում, գիշերը մեզ բոլորից տանի, մենք դրա համար ոչ մի բան չենք արել, ոչ մի բան, այդ մեր ձեռքը չի, ավելի լավ է կենտրոնանանք նրա վրա, որը որ մեր ձեռքում է, իմ պարագայում լավ հայր լինել իմ երեխուս, ու եթե իմ այս խոսալս 3 հատ թեկուզ հոր պետք է ինչ-որ նորից մտածելու, վերաիմաստավորելու, ինչ-որ, չգիտեմ, իրանց համար բան լինի, motivation լինի, ես շատ ուրախ եմ մենակ դրա։ Ես վստահ եմ ու դրա համար էի անընդհատ խնդրում, ստիպում, մի քիչ էլ պարտադրում, որ դու խոսես։ Նինան քո կյանքում ով է։ Նինան իմ կյանքում իմ կինն է, որին որ ես շատ սիրում եմ, բայց ես իրան ավելի շատ սկսեցի գնահատել այն ժամանակ, նորից եմ ասում, երբ որ այս ամեն ինչին կողքից սկսեցի նայել ու ես տեսա իր մարդ տեսակ է, ինքը լավ մարդ է, ինքը ուզում է լավ բան անի, դժվարությունների միջով անցել է, այդ փաստաբան դառնալ, ուսուցման պրոցեսներ։ Էն էլ բիզնես փաստաբան, հեշտ բան չի։ Հա, ինձ համար էլ հեշտ բան չի, բիզնես տունը փաստաբան ունենալ։ Քեզ վրա փաստաբան ես բերում ամեն այսօր։ Այսինքն պետքա մարդը իմ կարծիքով անի լավագույնը, որի մեջ որ ինքը կա, կապ չունի մասնագիտություն, կապ չունի ընդհանրապես դու ասենք քո մասնագիտության մեջ լավ գործ ես անում, այսինքն շարժվում ես, չես խոսում ու նստում։ Մեր իրականության մեջ այսօր բոլորը խոսացող են ու տարել է մի տեսակ աղմուկ, ոչ մեկին չի լսում, ոչ մեկը մեկին չեն ուզում հասկանալ, մի քիչ ավելի բարի լինեն, մի քիչ ավելի չգիտեմ, իրար ձեռք մեկ։ Իրար ձեռք բռնող, այո, շատ կարևոր է, այո։ Ասում եմ, եթե չեն օգնելու, գոնե թող իրար չխանգարեն, էլի։ Մանավանդ եսին, մի բուռ ազգենք։ Իսկ Նինայի այս organization-ի խաղապարը թե ինքը ուներ միշտ, ես էլ ճիշտն ասած մտածեցի, որ ինքը իրոք մեսեջ ունի, թեկուզ մամաներին ասելու, ինքը մեսեջ ունի, որպես իր ապրածով, որ տեսեք մամաներ չի կարելի միշտ նստել, լացել, չի պետք է պայքարել, առաջ գնալ։ Կամ թշվառանալ, ներսից կոտրվել եւ պետք է ունենալ գեղեցիկ տեսք եւ պետք է շարժվել առաջ ու պետք է շարունակել զարգանալ։ Իհարկե, միանշանակ։ Հիմա ես ուզում եմ մենք արձանագրենք մի կարևոր բան։ Դու արմատներով մայրիկի մի կողմը Հալեպից է, մյուս կողմը Եգիպտոսից, Եգիպտահայր են։ Լավ են ժամանակվա որակյալ յուրահատուկ ընտանիքներից է եղել եւ դաշնակահարների տոհմ է, ճիշտ եմ, չէ՞։ Հայրիկի կողմը որ կողմից է։ Հայրիկիս կողմը հենց Գյումրիից։ Ահա։ Այսինքն մայրիկդ եկել է հարց Գյումրի ու Գյումրիում ծնվել ես դու։ Այո։ Հետո դու եկել ես ընտանիքով հանդերձ այստեղ Լոս Անջելես։ Եվ ինչ որ մի գեղեցիկ օր հանդիպել ես մյուս գյումրեցուն, որը էլի տեղափոխվել է այստեղ։ Մի քանի օրվա տարբերությամբ։ Լուրջ ես ասում։ Չենք իմացել իհարկե, բայց մի քանի օրվա տարբերությամբ։ Դե հետո էլ զարմանում եք, որ այնպես չի, այսպես։ Դուք եք էլի խնդիրը։ Հա։ Մենք ու դիեզերքը։ Գտել եք իրար։ Հավատում եք, չէ՞ կեսերին։ Հա։ Այսինքն ամբողջ եք դարձել։ Սոլմիտներին հավատում եմ 100%։ Եվ ամուսնացել եք որ եկեղեցով Գլենդելում չեմ հիշում անունը։ Սուրբ Լևոնդը։ Սուրբ, հա։ Արդեն կառուցված էր ձեր ամուսնության ժամանակ։ Հիանալի։ Ոնց եք Դավիթի հետ խոսում այս թեմայով։
Ոնց էիք գալիս ընդհանուր հայտարարի, ոնց էիք իրար հանգստացնում։ Ծիծաղելի կարող է թվա, բայց կռիվներով շատ երկար ճանապարհ անցանք, որ հասնենք նրան, որ ամեն ինչ ներդաշնակ է հիմա այս վերջի տարիներին, բայց շատ երկար դա տևեց ու ստատիստիկայով հատկություններ ունեցող երեխաների ծնողները կարծեմ 80 թե 70% բաժանվում են։ Ինչի ստատիստիկան տենց ահավոր, շատ պարզ է, որովհետև արդեն ամուսնությունը դժվար բարդ բան է։ It's a social construct, բնական չի ամուսնությունը, սոցիալական institution է, չգիտեմ ճիշտ նամազ։ It's a social institution, social construct, ամուսնությունը բնության մեջ չկա, բայց civilizացված աշխարհում ամուսնություն կա ու բարդ բան է, բոլորն են դա գիտեն, ինչքան սիրուց չի կախված, շատ սիրող զույգեր նույնիսկ դժվար ամուսնությունը, բայց այս դեպքում շատ ավելի դժվար ու լիքը խնդիրներ կան հատուկ երեխայի հետ կապված, որ դառնում են ամուսնական խնդիրներ, բայց շատ համբերություն ու լիքը սեր մենակ դա կարող է այդ խնդիրներին վերջ տա կամ որոշ չափով փափկացնի խնդիրները։ Ես ուզում եմ հայրիկներին ասել շնորհակալություն։ Նախ բոլոր հայրիկներին, որոնք սիրում են իրենց երեխաներին իսկապես, ոչ թե միայն դոնոր են ֆինանսական, այլ իսկական սիրո դոնոր են, հա, եւ մանավանդ հատուկ երեխաների պարագային, ինչպիսին էլ այդ երեխան լինի, երբ որ հայրերը հաղթահարում են իրենց վախ, իսկ վախենալը շատ նորմալ բան է, բայց հաղթահարում են իրենց վախերը եւ մնում են իրենց ընտանիքի կողքին ու հետ, ապա այդ սիրուց ավելի մեծ սեր չկա։ Ես տեսել եմ ինչպես է Դավիթը խոսում քո մասին, ինչպես են փայլում աչքերը 12 տարեկան տղուկի նման, ինչպես է հիացած երևի նույնքան որքան երբ առաջին անգամ իրար հանդիպել էիք ու ինձ դա շատ է հուզում, որովհետև եթե կա ծնողական անվերապահ անպարագիծ սեր, ապա կնոջ ու տղամարդուն նկատմամբ իրար նկատմամբ սերը մի տեսակ ստվել է, վերացել է, թուլացել է, որ ես այդ սերը տեսնում եմ, շատ եմ հուզվում, չգիտեմ։ Ես նայում էի շատ տարբեր YouTube-յան ձևաչափերում նման երեխաների մայրերի խոսակցություն, Ռուսաստանի մայրերի, որոնք շատ գիտես ինչ ուշադիր մայրեր են, եւ իրենք սիրում են փորել ու խորանալ, հասկանալ պատճառները, տանում են չեն ալարում այգի, լողի, ուր ասես, եւ նույնիսկ այս դեպքում տեսնում էի շատ պատմություններ, որ ասում էր ինձ համար աշխարհը կանգ առավ ու ես կարծում եի, որ էլ չկա ապրելու հույս։ Ու գիտեի աշխարհում մենակ եմ ու այս մենակ իմ խնդիրն է ու ծանրագույնն է։ Հետո ասում է ծանոթանում ես այլ մայրերի հետ, ծնողների հետ եւ հասկանում ես, որ կա կյանք դրա հետ միասին ու կարող է նույնիսկ շատ լավ կյանք, որը հա շատ յուրահատուկ տեղ է քեզ տանում։ Հիմա ինչ խորհուրդ կտաս առաջին այն մայրերին, որ նոր բացահայտել են երեխայի մոտ աուտիկ սպեկտրը։ Առաջինը, որ իրանք մենակ չեն, հենց այդ դրության մեջ լիքը մայրեր կան, իրոք իրանք մենակ չեն ու հիմա աուտիզմը շատ մեծ թեմա է, շատ մեծ աճող, բայց դա կապ չունի, ստատիստիկաները կապ չունի, դու քեզ զգում ես մենակ, բայց իրականում իրանք մենակ չեն, դա ամենակարևորն է, երկրորդը, որ դա վերջը չէ։ Ու շատ դժվար է այսի լսել այդ պահին, երբ որ քեզ ասում են դրա մեջ էլ լավ բան կա, կտեսնես, որ ինձ ոչ մեկ չի ասել ճիշտ ասած, բայց ես եմ ուզում ասեմ, որ իրոք շատ մեծ գեղեցկություն կա այդ ցավի մեջ, շատ մեծ գեղեցկություն կա, որ պետք է հասնես դրան, որ տեսնես, մեկը որ քեզ բացատրում է, չես հասկանա, բայց կուզենան, որ իրանք այդ հույսը ունենան, որ օրը կգա, որ գեղեցկությունը կտեսնեն ու կզգան, որ այդ մի ուրիշ կատեգորիայի գեղեցկություն ու սեր է, չկա տենց ուրիշ ես չեմ կարծում կյանքի ուրիշ մի դրվագում դա կարելի է հասնել այդ աստիճանի սիրո ու գեղեցկության։ Շատ դժվար է դա լսել, թվում է թե մխիթ հարանք է սրտի, թվում է թե դու քեզ պետքա խաբես, բայց երբ որ հասնես դրան, որ ժամանակ է տևում ու ժամանակը շատ բուժիչ է, երբ որ հասնես դրան, իրականում
կզգաս, որ էտա ճիշտը, դա տենց է, հենց նենց խոսքեր չեն, իրականում սիրտդ աճում է այն աստիճանի, ուժդ դառնում է գերբնական ու դու կարող ես լավագույն ձևով ապրել ու դու զգում ես, թե ինչքան իմաստալից է քո կյանքը եւ անհնար է, իմ համար անհնար է, ես լինեի այս մարդու, այսքան իմաստալից լիներ իմ կյանքը, եթե ես չունենայի Ալեքսին, անհնար է, ես կլինեի լրիվ ուրիշ ձևի մարդ, շատ ավելի շատ բաների հասնեի իմ կյանքում, իմ կարիերան շուտ սկսած լինեի, բայց ես հիմա ինձ ավելի շատ եմ սիրում, քան թե այդ մարդը, ով որ կլինեի, եթե չունենայի Ալեքսին, կամ Ալեքսը լիներ neurotypical, չունենար autism. Շատ դժվար է, ոչ մեկ չի ուզում էսի լսի այդ պահին, երբ որ դու դիագնոզ ունես, պատասխաններ չունես, լիքը հարցեր ունես, բայց երդվում եմ այդ տեսակի գեղեցկությունը ու սերը, որ autism-ի մեջ է, երևի ոչ մի բանում չկա աշխարհում, թող ինձ ներեն են մարդիկ, ովքեր դա տեսնում են ուրիշի մեջ, I'm sure ամեն մարդու աչքերով ուրիշ է, բայց ես տենց եմ կարծում։ Ես լսում եմ քեզ Նինա ու լսում եմ զուգահեռ իմ ընկերուհի Նարինե Մանուկյանին ու լսում եմ զուգահեռ իմ սիրելի Տեր Գրիգորին, մեկը ունի դա ունի համախտանիշով երեխա չկնախ տղա Մոնթեն, Նարինեն ունի DCP-ով մանկական ուղեղային կաթվածով երեխա, շատ ծանր սպաստիկայով, մեր սիրելի Գարը ու երբ որ դու խոսում ես, ես լսում եմ նրանց խոսքերը, որոնք ժամանակին ասել են ու ես դրանք նաև նկարել եմ այդ անվերապահ, անպարագիծ սերը եւ այո որևէ խնդրով երեխա, որը ասենք ոչ բնորոշ է սովորականությանը, իսկ արտասովոր ամեն բան յուրահատուկ ձևով է, չէ, աշխարհ գալիս եւ քեզ տանում է մի այլ աշխարհ։ Իսկապես ծնողի համար դառնում է իմաստնության ու հասունության լրիվ այլ չափորոշիչ։ Որ դու կարող ես լինել շատ լավ մարդ, շատ խելացի քո գործի մեջ, պրոֆեսիոնալ, բայց այդ դասերը ինչ որ դու ստանում ես տանը քո երեխայի միջոցով, կամ այդ դժվարությունները, որ դու հաղթահարում ես, ես չեմ կարծում որևիցե մի ուրիշ դաշտում այդ հնարավորությունը կա սովորել այդ դասերը, ինչ որ դու սովորում ես այս ախտորոշման երեխա ունեցող մայր որպես։ Մենք ամբողջ ընթացքում խոսում ենք քո Դավիթի, Ալեքսի մասին, մոռանում ենք քո երկու ճկնախ երեխաների մասին, մեկ տղա, մեկ աղջիկ ունես, շատ անուշ երեխեք։ Հետաքրքիր է իրենք անկախ տարիքից ոնց են վերաբերվում Ալեքսին եւ արդյոք զգում են տարբեր լինելը նրա։ Իրանք էլ չեն զգում, հաստատ կարող եմ ասել, իրանք ընդհանրապես չեն զգում։ Ալեքսին սիրում են շատ, աղջիկս Ալեքսի անունով արջուկ ունի եւ երբ որ Ալեքսը քաղաքում չի լինում, այս վերջերս մի շաբաթով գնացել էինք ու ինքը այդ արջուկի հետ էր քնում, որովհետեւ Ալեքսն է շատ կարոտ է։ Իրանց համար էլ Ալեքսը ամենալավն է։ Ես հաստատ կարող եմ ասել, որ մեծանան կտեսնեն Ալեքսի տարբերությունը մյուս տղաներից, բայց հիմա հաստատ իրանց համար ոչ մի տարօրինակ բան չկա։ Ճանապարհին Դավիթը պատմեց մի հետաքրքիր պատմություն, ասում է գտնվում էինք օվկիանոսի ափին եւ ասում է Ալեքսը ջրում էր, հալ գնում լողում էր այնտեղ, գալիս էր լողավազան մեր լողում, գնում էր այնտեղ թրջում էր լողավազան մեր լողում եւ ասում է ընթացքում ես էլ ասում եմ կողքը նստած եմ ավազին, ասում է եկավ արանքում կողքի սրճարանի ուրիշի սեղանից փակ ջուրը վերցրեց, որ բացի խմի եւ ասում եմ ուզում եմ ձեռքից առնեմ, չի թողնում։ Հետո ասում է ես մտածեցի, բայց իր համար օվկիանոսի ջուրը, լողավազանի ջուրը, որը բոլորինն է, ինչպես այդ ջուրը էլի բոլորինն է։ Այսինքն իր հաշվեկշռի մեջ ուրիշինը բանը հասկացողությունը չկա։ Չէ որ իրանք civilization-ից դուրս են, ոնց որ այս օրենքները, մեր սոցիալական օրենքները իրանց չեն վերաբերվում, իրանք չեն ճանաչում այդ օրենքները։ Ինչի համար է մեր կյանքը բարդ, որովհետև մենք պետք է ապրենք բոլոր սոցիալական օրենքների ներքո, չէ՞։ Ну, այստեղ մի քիչ նույնիսկ ավելի ծանր է, որովհետև դու մեկին բարևելուց առաջ պետք է մտածես, գուցե սխալ հասկանա քեզ, եթե բարևելես։ Իսկ իրանք այդ բառը չունեն իրանք։ Իրանք ապրում են շատ լավ։ Ազատ։ Ինչն է մխիթարանք էս ամեն ինչ մեջ, երբ որ տենց տեսնում ես, ինքը շատ լավ է ապրում, ինքը շատ ուրախ է, ինքը թքած ունի, թե ինչ մտածեցին, ոնց նայեցին, մտածեցին, թե
մտածեցին ինքը երբ որ ուրախ է, ինքը լիարժեք ուրախ է, ինքը ապրում է այս րոպեով, The Power of Now։ Իմ ամենասիրած գրքերից մեկը, որ նաև օգնել է ինձ իմ ճանապարհին, Eckhart Tolle The Power of Now։ Երբ որ ես այդ գիրքը կարդացի, ասում եմ, բայց այս Ալեքսի մասին է։ Ալեքսն է սենց ապրում, ոնց որ այդ գիրքը շատ famous գիրք է, ինքը շատ fundamental գիրք է, հիմա նորաձև է, չէ՞, manifestation-ներ, տիեզերքի հետ կապ։ Այս գիրքը Eckhart Tolle-ի Power of Now-ն եւ իր մյուս գրքերի հետ ամեն ինչի ամենախորը տեսակն են։ Այս գիրքը պատճառներից մեկն է, որ այդ manifestation-ը, այդ ամեն ինչը դարձավ նորաձև, բայց դրանք արդեն երկրորդական են։ Այս գիրքը ամենախորը բացատրությունն է manifestation-ի, ու երբ որ ես այդ գիրքը կարդացի, ընդհանրապես աուտիզմի հետ կապ չունի, ասում եմ, բայց այս գիրքը փորձում է մարդուն սովորացնի ապրել նենց, ոնց որ Ալեքսն է ապրում։ Փաստորեն ինքն է ճիշտ ապրում։ Շատ են անշուշտ Լոս Անջելեսում խնդիրները, բայց առավել շատ են մեր հայաստանյան իրականության մեջ խնդիրները։ Եվ ես խոսում եմ հենց հատուկ երեխաներ ունեցող ընտանիքների մասին, այ որոնք կուզեիր առանձնացնել ու որոնց հետ եք աշխատելու Walking with Alex հիմնադրամի հետ։ Walking with Alex-ի հենց առաջին նպատակը այն է, որ այն ծնողները, ովքեր չեն կարողանում պայմաններ չունեն, որ երեխաները շաբաթը 6 օր թերապիա ստանան, առաջի խնդիրը մեր դա է, այդ լուծելը, որ այդ երեխաները 6 օր անվճար, որովհետև պետությունը կարծեմ վճարում է շաբաթը 1 օրվա համար, եթե չեմ սխալվում, այս իմ Հայաստանի հետ կապից եմ։ Հիմա մաքսիմալ քչացրել են ամեն ինչը։ Ոչ միայն աուտիզմով երեխաներին, առհասարակ սոցիալական ծրագրերը մինիմալի են հասցրել։ Ու ես լինելով ծնող գիտեմ, որ շաբաթը մի օրը ոչ մի բան չի փոխի։ Կարան էտել չտան, ոչ մի բան չի փոխի, ու TMM կենտրոնի հետ եմ կապնվել, իրանք ասեցին, որ շաբաթը մի օր շատ կան իրանց լիստում երեխաներ, ովքեր որ ուզում են ստանան, բայց կարիքը ունեն դրա, ախտորոշում ունեն, կարիք ունեն, բայց ծնողը ուղղակի չի կարողանում մուծել շաբաթը 2-3 օրից ավել, հենց առաջի layer-ը մեր պրոբլեմների այդն է, որ այդ լուծենք, ամեն ճանենք, որ այդ երեխաները ստանան իրանց օգնությունը, թերապիաների ստանան, հետո TMM կենտրոնը ունի լողավազան, որ շատերը տանը չունեն ու այդ առաջի բուժումներից մեկն է լողանալը, նենց անենք, որ այդ երեխաները access ունենան լողավազանների տարբեր տեղերի։ Այո, Նինա ջան, որ ում հետ եք հիմնել այս հիմնադրամը։ Այս հիմնադրամը շատ պատահական, ես նորից եմ ասում, միշտ մտքիս մեջ կար, բայց ես պատրաստ չէի ոչ հոգեպես, ոչ ֆինանսապես եւ ոչ ժամանակի առումով, պատրաստ չէի ընդհանրապես այս հիմնադրամը սկսել այս տարի, բայց շատ պատահական հունիս ամսին ծանոթացա մի հրաշալի կնոջ հետ Լեբանանից, Carol Ganam իր անունը, հրաշալի մի կին, շատ հաջողակ ու շատ պատահական ենք ծանոթացել, լրիվ աուտիզմի հետ ոչ մի կապ չունեցող տեղ, Բուլգարիի fashion show-ի ժամանակ ու մեր առաջի խոսակցությունը ծանոթացել ենք, մեր առաջի խոսակցությունը եղել է աուտիզմի մասին, մեր ամենաառաջի խոսակցությունը, որովհետև այնտեղ կային մի խումբ տատիկներ, որ ասցին special needs ու ես հարց տվեցի, դպրոցից էին խոսում, հարց տվեցի իսկ աուտիզմով երեխաների ընդունում էին, ասցին չէ, ու ինքը այդ լսեց ու մենք սկսեցինք իրար հետ աուտիզմի մասին խոսալ ու շատ միանգամից մեր էներգիան համընկավ ու ով որ մեզ ծանոթացրեց, ասեց Նինա, դու միշտ ուզեցել ես այս անես, Carol-ը ունեցել է organization autism-ի համար, բայց փակել է, որովհետև պետությունը գրանտեր չի տվել, ժամանակ չի ունեցել, տարբեր բիզնեսներ բացել, չի կարողացել շարունակի ժամանակի առումով ու ուզում է նորից սկսի։ Ու շատ դժվար որոշում էր իմ համար, որտեղ ընդհանրապես պատրաստ չէի հոգեպես նախ, երկրորդը իմ գործը այնքան բարդ ու պատասխանատու գործ է, ես գիտեի, որ շատ ժամանակ տանող, բայց հետո զգացի, որ երբեք ճիշտ ժամանակ չի լինի, երբեք պատրաստ չեմ լինի, երբեք հատուկ ինչ-որ
չեմ ունեն ասեն ժամ, որ տրամադրեմ, գնալով գործը շատանում է, զբաղվածությունը շատանում է ու ասացի ռիսկ եմ անելու, ինքն էլ Carol-ին ամեն ձևի վստահեցրեց, որ եթե ժամանակ չունենաս, եթե ինչ-որ միտեղ կարծես, որ թերանում ես, ես ամեն ինչ կլրացնեմ քո տեղը ու իրոք սկսած օրվանից մենք իրար լրացրել ենք ամեն ինչով։ Ինքը շատ հաջողակին է եւ ինքը medical industry-ի մեջ է ու իր սիրտը հենց այս գործի մեջ է, ինքը մենակը բացել է, ինքը ունեցել է հարևանի երեխա, ով որ autism ունի ու իր մի օր նկատել է, որ իր տղեն չի ուզում խաղալ այդ երեխայի հետ, որովհետև իրար չեն հասկանում ու ինքը սովորացրել է իր երեխային, որ պետքա խաղաս, պետքա ընդունես, պետքա սիրես, հետո իր տղեն ու այդ երեխան հարևանի մոտիկ ընկերներ են դարձել ու շատ ընտանիքներով մոտիկացել են, ասում է autism-ի պատճառով մենք տենց մոտիկացանք ու ասում այս այդ երեխեքի հետ շփվելուց զգացի, որ մենք կյանքը սխալ ենք հասկանում, սկսեցի իր աչքերով ու մեծ կենտրոնա բացը, բայց չի կարողացել շարունակի ժամանակի առումով ու տարբեր իր կյանքի մեջ դժվարություններ ունեցել, բայց միշտ ասել է, որ պետքա վերաբացեմ։ Ու տես փաստորեն որտեղից մարդ է եկել եւ հասել է ճիշտ կետին։ Այո, ես էլ հասա իմ ճիշտ կետն էլ ինքն էր ու եթե ինքը չլիներ, ես հաստատ հիմա չէի բացի, կարող եմ մյուս տարվա վերջ, տենց ես իմ ուղեղի մեջ տենց էի որոշել, բայց շատ ուրախ եմ, որ ինքը կա, ինքն էլ ինձ ուժ է տալիս ու ուրախ եմ, որ իրապես մարդ կա, ես սա անում եմ, որովհետև ես տեսել եմ ինչ է այդ կյանքը, բայց ինքը անում է ուղղակի իր սրտից։ So էդ էլ ինձ շատ ուրախացնում է։ Նին, շատ ընդունված է, որ որոշակի տարիքից հետո, ենթադրենք 3-4 տարեկանից հետո, որոշակի խաղեր են խաղում աուտիզմի սպեկտրում եղող երեխաները, հա, քարիքներ են շարում գծով կամ գնացքներն են շարում գծով, չեն քշում, ինչպես դու նշեցիր մեքենան, այլ կարող են այդպես անիվը պտտել ժամերով։ Այք ասես նմանատիպ խաղերով հնարավոր է արդյոք տարբերել արդեն մանավանդ մեծացած երեխայի մոտ այդ խնդիրը, որը կդառնա կարմիր դրոշակ էլի ծնողների համար։ Խաղերը նախանշաններից մեկն են, հենց այդ որ իրանց վրա շատ ազդում է, եթե գիծը խախտվի, այդ նույն գծով դա OCD-ի նշանել է, եւ չեն տեսնում խաղալիքը իր նախորոք պլանավորած ֆունկցիայով, խաղալիքի ֆունկցիան չեն նկատում իրանք, որովհետև իրանք խիստ կենտրոնացած են, ոնց պետքա շարեն։ Եվ տարբեր խաղալիքների ֆունկցիաները դարձնում են նույնը, նույն բանը, այսինքն եթե մեքենաները շարում են, չգիտեմ, այնտեղ փայտիկները շարում են, նաև ասենք marble run-ի ինչ-որ կոնստրուկցիա է, հանում են իրարից առանձնացնում են, որպեսզի շարեն։ Այսինքն եթե լեգո է, իրենք չեն բարձրացնում ու ճարտարապետական կառույցարկում, այլ ուղիղ գծով են շարում։ Իրանց չի հետաքրքրում, որ լեգոն իրա կպնելով ինչ-որ մի object կստացվի, իրանց հետաքրքրում է ոնց շարեն։ Ինչով է դա մեծ էդի նրանով է, որ իրանց ուղեղին պետքա order։ Նույն ձևի, եթե երեխան չի խոսում նախադաս, քո հետ խոսակցություն չի ունենում, բայց ինքը երգում է ինչ-որ երգեր սկզբից մինչև վերջ կամ ABC-ն է անընդհատ ասում, թվերն է ասում, այսինքն այն ինչ-որ կատեգորիաների է պատկանում, բայց դժվարանում է ասի, թե դպրոցում այդ օրը ինչ արեց։ Ավելի հասարակ բաներ, ասենք, դժվարանում է բացատրի, թե ինքը հոգնած է, թե հոգնած չի, բայց կարող է, ասենք, հանում գումարում անել։ Այդ դրանք էլ են red flag-եր։ Իսկ պահվածքի ու պահելաձևի վարքագծի մեջ որոնք են կարմիր դրոշակները։ Վարքագծի մեջ առաջինը շփումի պակաս, այսինքն մենակ ընտանիքի անդամների հետ է ցանկանում շփվել երեխան, բացի նոր մարդկանց հետ չի շփվում, իրան հետաքրքիր չեն նոր մարդու արածը, նոր մարդու։ Իսկ չի կարող լինել այնպես, որ այդ նոր մարդը ուղղակի հետաքրքիր չի։ Եթե բոլոր նոր մարդիկ հետաքրքիր չեն, ուրեմն արդեն դա ուրիշ բան է նշանակում, եթե ինչ-որ մեկը, երկուսը հետաքրքիր չի, մնացածները հետաքրքիր են, հաճելի են, դա ուրիշ բան, դա ավելի typical behavior է։ Իսկ օրինակ իր դպրոցում սիրահարվել,
Սիրահարվելը ամենասոշիալ բանն է ու շատ լավ է, այսինքն նշանակ red flag չի, green flag է։ Այս Ալեքսը չունի։ Չէ, ինքը սիրահարված է մամայի վրա։ Դե լուրջ սերը։ Այդ չես փոխարինի ոչ մեկով։ Լավագույն տարբերակը, որ բոլոր թերապիաներից, աշխատանքներից, սոցիալիզացումից հետո անցնենք, հասնենք, որն է լավագույն արդյունքը, օրինակ Ալեքսի պարագային։ Լավագույն արդյունքը արտահայտել իր մտքերը, թե ինքը իրան ոնց է զգում, թեկուզ ոչ խոսքով, բայց արտահայտել, թե ինքը ուրախ է, ուրախ չի, դպրոցում ոնց անցավ, ինչ որ մի ազդանշաններով կամ ինչ է ուզում։ Օրինակ Ալեքսը իր ամենասիրած բաները շատ հեշտությամբ ցույց է տալիս, թե ոնց պետք է գնանք լեռնագնացության կամ լողի կամ իր ուզած խանութը, այդ երեք բանը տարբեր բառեր ունի այդ երեքի համար մի բառով ու ձեռքս քաշում է դեպի մեքենա, եթե խանութի համար է, եթե չէ լողավազան կամ հայկինգի կողմատանում Փարքաստում մեր լեռնագնացությունը շատ մոտ է, ինքը իր ձեռով կարա տանի, բայց ես իրան հասկանում եմ։ Լավագույն այն կլինի, որ ինքը կարողանա արտահայտի իր մտքերը եւ կարիքները այնպես, որ բացի թերապիստից ու ծնողներից նոր մարդիկ էլ կարողանան հասկանան։ Նվագել կարողանում են։ Ալեքսը չէ, բայց շատ աուտիզմով երեխաներ, հա, տարբեր ինստրումենտներ, նույնիսկ վայոլինը իմ համար ամենադժվարը, որովհետև ամենաուժեղ թերապիաներից է համարվում նաև մանր մոտորիկան, գիտենք, որը առաջին հերթին երաժշտությունն է։ Դրա մեջ եւ կա հարմոնիան, եւ կա մանր մոտորիկան, եւ կա հիշողության զարգացումը, եւ կա լսողության զարգացումը ու նաև կենտրոնացման, այսինքն ինքը բոլոր իմաստներով։ Ես հիշում եմ սովետական տարիներին մի տեսակ չգրված պայմաններ։ Պարտադիր տանում էին երաժշտական դպրոց։ Կամ դաշնամուրի, կամ ջութակի, կամ թավ ջութակի, կամ որևէ երաժշտական գործիքի, որի հիմքում միևնույն է դաշնամուրն էր։ Հիմա ասիական ազգերը, ճապոնացիները նույն ձևի չգրված օրենք է։ Բոլոր երեխաները տաղանդ ունենան, չունենան, անխտիր տանում են երաժշտական գործիքների, ոչ թե որ ինքը դառնա դաշնակահար կամ չգիտեմ ինչ, այլ որ ուղեղը այդ ձևով զարգանա։ Գեյմինգն էլ նույն ձևով, կոդինգը, զարգացնում է ուղեղը, բայց իհարկե երաժշտական գործիքները շատ ավելի շատ։ Նինա ջան, փորձելով ամփոփել այստեղ գոնե խնդրում եմ նայես տեսախցիկին ու խորհուրդ տաս բոլոր այն ծնողներին, մայրերին, հայրերին, որոնք բախվում են այս խնդրի հետ, որոնք իրենց զգում են մենակ, մեկուսի, անկարող, հուսահատ, խորհուրդ տաս ինչպես չընկնել այդ հուսահատության փոսը եւ ինչպես դուրս գալ, պատմես ոնց կարելի է փոխել կյանքդ դեպի լավը ու երեխայի հետ սովորել ապրել ամեն վայրկյանը տեսնելով ու երջանիկ ապրելով։ Առաջինը մենակ չեք եւ շատ մամաներ կան, որ իրանց մենակ են զգում, ավելի լավ կլինի, որ մենք բոլորս բացվենք այս թեմայի մասին ու զգանք, որ ընդհանրապես մենակ չենք, մենք շատ ենք ու շատ ուժեղ ենք։ Երկրորդը ունենալ հավատք, թե դա լինի դիեզերքի, թե ինքդ քո մեջ, թե Աստծո, կապ չունի իմ համար, հավատք, spirituality, հավատքը ինչքան որ հավատքն է ուժեղացնում մարդուն, ոչ մի բան ինձ թվում է այս աշխարհում չի ուժեղացնում այդքան ու այդ հավատքը կտանի ձեզ նենց տեղեր, որ երբեք չէիք էլ կարող պատկերացնել, որ կարող եք այդքան ուժ ունենալ, այդքան փոխվել, այդքան աճել, այդքան հասնել enlightenment-ի։ Հավատքը ամենակարևոր բանն է, թե քո մեջ քո ուժերի եւ թե ավելի մեծ ուժերի, ինչ էլ որ դա լինի։ Իմ համար ես քրիստոնյա եմ, իմ եկեղեցին է, բայց ամենքի համար թեկուզ գտեք մի source հավատքի, աղբյուր հավատքի ու դա կլինի ձեր ուժի ամենամեծ կետը ու կտեսնեք, որ այս ամեն ինչը պատճառ ուներ ու կհասնեք այդ օրվան, որ գեղեցկությունը ու հզորությունը աուտիզմի տեսնեք։ Իմ սիրելի YouTube-յան դիտողներ, մեր խոսակցության թեման իրականում շատ ավելի ընդգրկուն է եւ չկա հաղորդում, որի ժամանակահատվածում կարողանանք բոլոր մանրամասներն ու բոլոր տարբերակները ձեզ հետ քննարկել, բայց ես ձեզ խնդրում եմ, գրեք նախ որտեղից եք նայում։
Գրեք ձեր կյանքի պատմությունը։ Գրեք որքանով այսօր Նինայի հետ մեր խոսակցությունը ձեզ օգնեց, որպեսզի կարողանաք գտնել հույսի մի շող, գտնել ձեր հարցերը, ձեր խնդիրները կամ հասկանալ, որ ունեք լուծման տարբերակներ, որ օգնեց նրա խոսքը ընդունելու փաստը, իրականությունը, ոչ թե պայքարելու, ընդդիմանալու արդեն եղածի հետ, այլ եղածին այլ ընդունելով, զարգանալու եւ ստանալու այդ անպարագիծ սերը, տալով անպարագիծ սերը։ Գրեք եւ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի չկորցնեք շատ կարեւոր եւ նորությունները եւ շատ կարեւոր այսպիսի թեմաները։ Նինա, ինչպես են մարդիկ կապվելու ձեր հիմնադրամի հետ եւ ինչպես է տեղի ունենալու համատեղ համագործակցությունը կամ օգնությունը։ Մեր հիմնադրամը շատ նոր է, բայց արդեն ունենք website walkingwithalex.com, Instagram-յան էջը Walking with Alex Foundation, հունվարի 7-ին ունենալու ենք մեր օֆիցիալ launch event-ը, պրեզենտացիան, որտեղ որ լինելու են մեզ արդեն օգնողները մեր foundation-ի, տեղի ունենալու Gravitas-ում, Beverly Hills-ի Gravitas վայրում, որ շատ շնորհակալ ենք, որովհետև Gravitas-ը private members only venue է, բայց ոչ միայն նաև Ինչ է մասնավորակում private պետքա member լինես, որպեսզի կարողանաս այնտեղ մտնել, բայց բարեբախտաբար համ իրանք մեզ հովանավորում են եւ համ էլ առաջին անգամ մեր հիմնադրամի համար իրանք բացում են Gravitas-ը ոչ member-ների համար, որպեսզի այնտեղ տեղի ունենա մեր առաջին event-ը։ Որն է քո երազանքը 2026 թվականի համար։ Չի մտածել ճիշտն ասած, շատ ունեմ երազանքներ, առաջինը, որ առողջություն լինի իհարկե ընտանիքիս ու բոլորին, բայց որպես specific երազանք, որ շատ մեծ աճ ունենա մեր foundation-ը, Walking with Alex Foundation-ը շատ մեծ աճ ունենա ու լիքը երեխաների օգնի Հայաստանում ու մենք վիդեոներ ստանանք, տեսնենք թե իրանց մոտ ինչ աճ ա եղել, ոնց ա օգնել թերապիաները եւ մեր մնացած բոլոր պլանները Walking with Alex Foundation-ի հետ կապված կամած implement անենք։ Մեր այս հաղորդման նպատակը սա իդեպ մեր կամուրջների արտասովոր թողարկումն է, կամուրջներ արտասովոր երեխաների մասին, այս պարագային հենց աուտիզմի սպեկտրում գտնվող երեխաների մասին, այս կամուրջները թող դառնան իրական կամուրջներ, որոնք կապում են տարբեր ծնողներին միմյանց եւ ոչ թե միայն խնդրի պատճառով, այլ միմյանց օգնելու ցանկության շնորհիվ։ Միշտ ասում ենք պատճառով, այս ինչի պատճառով։ Իսկ ես սիրում եմ ասել, այս ինչ մարդու շնորհիվ, որտեղ այդ շնորհ է, եթե դու խնդիրը կարողանում ես օգտագործել որպես լավ դրսևորում ու ինքնազարգացման, ինքնահասունացման համար շատ կարևոր մի ընթացք, ինչը որ շատ դեպքերում աստվածային պարգև է։ Նինա ջան, կասես, խնդրում եմ, Ալեքսը մկրտված է, կնքված է։ Դեռ չէ, ցավոք սրտի տարբեր պատճառներ կան դրա համար։ Մենք հա, դու եք Դավիթն ես, որտեղ։ Գյումրիում երկուսս էլ Ալեքսին շատ ենք ուզում մկրտենք Սենտ Լազարոյում, Սուրբ Ղազարում, բայց մեծ process ա տեղ հասնել այդքան մարդով, բայց անպայման շուտով պետք է մկրտենք, որտեվ ես դրան եմ շատ հավատում։ Ես վստահ եմ, որ կտեսնեք փոփոխություն, ու նաև վստահ եմ, որ արանքում անընդհատ կխանգարեն տարբեր բաներ, մինչև որ հասնեք բուն նպատակին։ 7 վերքում եք մկրտվել դուք։ Ես ինչ ասեմ, Նին, սպասում եմ անհամբեր ձեզ Հայաստանում, կուզեք Երուսաղեմում, որևէ տեղ երեխաների մկրտությանը, այդ վստահ եմ շատ կօգնի։ Ես իմ մանկությունից եմ ասում, որ ճիշտ է փոքր էի, բայց ես այսքան 3-4 չէ արդեն, գրեթե 11 տարեկան էի ու ես լավ հիշում եմ իմ մկրտությունը ու հիշում եմ, որ իմ երազները հանգստացան, խաղաղվեցին իմ կնունքից հետո, հա, իմ խառը երազները շատ հանգստացան ու ես հավատում եմ Աստծո զորության ու հավատում եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու տված Մյուրոնի զորությանը, իսկապես հավատում եմ։
Ես հուսով եմ, որ Ալեքսին դա եւս մի նոր ուժ կավելացնի։ Կասկած չունեմ։ Դե ինչ, սիրելիդ իմ մարդիկ, կամուրջները տարբեր են լինում եւ մարդը իր ուղին անցնում է տարբեր կերպ։ Մեկը անցնում է դժվարության միջով, որ մաքրված ու հոգին ամրացած դուրս գա, մեկը անցնում է դժվարության միջով, առավել տկարանում է, բայց ես վստահ եմ, որ Աստծո գործերն անքննելի են արտահայտությունը իսկապես մեր հենց այս պատմության մասին է, երբ մի երեխայի շնորհիվ բացվում են դռներ տարբեր ընտանիքների ու երեխաների համար։ Եվ եթե այսօրվա իրականության մեջ կա 0-ից մինչև 100 աուտիզմի սպեկտրով երեխաների նոր սերունդ, ապա մենք պետք է հասկանանք ինչպես նրանց հետ ճիշտ հարաբերվել եւ ինչպես ընդունել նրանց բերած իրականությունը, որը ոչ թե վատ է կամ սխալ, այլ տարբեր է։ Եվ այդ տարբերության մեջ է նաեւ աշխարհի ամենամեծ ուժն ու գեղեցկությունը։ Կհանդիպենք մեծ սիրով, Նինա ջան, շնորհակալ եմ շատ։ Շատ նույնքն։ Չքնաղ օվկիանոսով այս գեղեցիկ քայլի զբոսանքի համար ու կարևորը հիշեք, Walking with Alex։ Քայլելով Ալեքսի հետ մենք բացահայտում ենք կարևոր ճշմարտություններ եւ ձևավորում մեր մեջ ամենալավը։ Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ գտաք ու մեր փոքր պատմությունը լուսաբանեցիք։ Մեծ պատմություն է ինձ համար ու ես հուսով եմ, որ կարողացա ճիշտ ներկայացնել մեր սիրելի YouTube-յան հեռուստադիտողներին։ Գրեք, կհանդիպենք։